Ողջույն բարեկամներ, ես նոր տեղեկացա, որ վերջին իմ ձայնագրության վերջի մասը չի ձայնագրվել խնդիրների պատճառով, հավանաբար ներողություն եմ խնդրում, փաստորեն նյութը մի քիչ կրճատ է գնացել եթեր, ես կփորձեմ այսօր լրացնել այն բացը, որոնք այն նյութերի մասին խոսել, որոնք մասին փաստորեն չի ձայնագրվել իրեք։ Իսկ այսօրվա նորությունները շատ են, շատ։ Կարծես որ մենք մտնում ենք երրորդ համաշխարհային պատերազմ, արդեն ակնհայտ մենք դրա մեջ ենք հայտնվել, իսկ մինչդեռ Հայաստանում տեսնենք ինչ է կատարվում Հայաստանում։ Չեք մոռանում սեղմել լայքի կոճակը, գրել ձեր կարծիքները եւ անպայման տարածել։ Եվ այսպես այսօր Գերագույն գլխավոր ճիվաղը հայտնվել էր Չարենցավանում։ Երեք մենք խոսեցինք նրա մասին, որ արդեն միջև կհասներ ճիվաղը Չարենցավան, արդեն ակտիվի հետ կանչել էին հարցազրույցի, իրենց համար կանխատեսելի ակտիվի հետ, որ հանկարծ Փաշինյան Նիկոլի փողոցում հարցեր տվող չլինի։ Բայց պարզվում է, որ այդ պլանը այդքան էլ չի աշխատել, ես ասում եի, չէ, 3 հոգու կտանեք, բայց մնացած այդ ինչ է կանելու, եւ տեսնենք ինչ է եղել ու դիտենք տեսանյութը։ Արցախը Հայաստան է, պարոն Փաշինյան, գիտեք, եւ ձեր ասած Ղարաբաղյան շարժումը շարունակվում է, որովհետեւ դուք 2022 թվականի հոկտեմբերի 6-ին գնացիք եւ հայտարարեցիք, որ Արցախը Ադրբեջանի տարածքային մաս է կազմում եւ դուք դրանով դավաճանեցիք Արցախի ժողովրդին։ Ես ձեր պատճառով 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում տեղի ունեցավ մեկօրյա պատերազմ, եւ որի պատճառով Արցախի մեր հայրենակիցները ստիպված եղան լքելու Արցախը, որի պատճառը դուք եք։ 2018 թվականին դուք հայտարարեցիք, որ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Խաբեցիք ինձ եւ իմ նման հազարավոր մարդկանց, ովքեր եկել էին, դուրս էին եկել Միջև այս տեսանյութին անդրադառնալը, որ օրակապը ես ուզում եմ ձեր ուշադրություն դարձնել Փաշինյան Նիկոլի այդ կրծքին, Չայկերտավոր Հայաստանի քարտեզի վրա կպսրած միկրոֆոնը, այն որ ասում է իր վրա միկրոֆոն կա կպած, հիշում եք այն դավաճանին, որ մենք որսացինք, որ ինքը տեղյակ չէր, որ ականջին խոսալու պարագայում, Փաշինյան Նիկոլի ականջին խոսալու պարագայում ավելի լավ է լսվում, այն ինչը պետք է թաքցներ, քան իրականում ումջալից ուզում դες տեղեկացնեմ, որ բացահայտված անձը մերժվել է այն ծնողների կողմից, որտեղ ինքը ներդրված է եղել, որպես աչք ու ականջ, հա, որոնց դեմ ինքը պայքարում էր ԱԱՑ-ի դեմ, խոսքը անհետ կորած զինվորների ծնողների մասին։ Նայեք, միկրոֆոնը, իսկ հիմա գնանք առաջ։ Սարգսյանին ուղղակի իշխանությունից հեռացնելու համար։ Իսկ դուք խաբել եք ինձ։ Չեմ ավարտել։ Դուք խաբել եք ինձ 2022 թվականի սեպտեմբերի 14-ից 16-ին դուք ունենալու եք հնարավորություն, պարոն Փաշինյան։ Դուք 2022 թվականին էլ հրահրեցիք ձեր պատճառով հենց հիմա Ադրբեջանի զինված ուժերը նստած է Սև լճում եւ նստած է Վարդենիսում։ Դրա պատճառը էլի դուք եք։ Դուք դավաճանել եք Հայաստանի ժողովրդին, դուք դավաճանել եք 100,000-ներով դուրս եկած մարդկանց, ովքեր հավատացին, որ դուք իրոք իշխանափոխություն եք անելու եւ Արցախը պահելու եք։ Դուք Արցախը վաճառել եք։ Ավարտեցի։ Ուրեմն մեր կառավարությունը Ղարաբաղի համար արել է ամեն հնարավորը։ Ղարաբաղի համար արել է ամեն հնարավորը, ասեմ մի քիչ ճիշտ է ասում։ Դա Ղարաբաղը դա թուրքերեն տարբերակն է, հայերեն Արցախն է։ Այո, ինքը ամեն հնարավորն արել է, որ Արցախը դառնա Ղարաբաղ ադրբեջանցիների համար։ Մնացածը Փաշինյան Նիկոլի ինչ կասի, արդեն էական չի ստեղ։ Ես իմացա, որ այս համարձակ աղջիկը, որ այսքան իր հնարավորությունների մեջ փաստախեղտ արեց Պաստոր Փաշինյան Նիկոլին, Ալմինե Սաղոյանն էր, ԺԲ-ի աջակից, Պաստորեն հաջողացել են դեմ տան ու ասեն դե հիմա խոսա։ Սայնսը ինչ կխոսա,
Գիտեք ինչն է այդ բանը հիշացնում ես իր խոսքը։ Մի հատ դեպք կա, սա իրական դեպք է, երբ որ մեկը դատարանում խնդրում է դատավորից, որ իրեն խղճան, ներողամիտ լինեն իր նկատմամբ, որտեղ ինքը որբ է։ Ինքն էլ հենց սպանել էր իր ծնողներին։ Այսինքն մարդ, որ սպանել էր իր ծնողներին, ինքը դատարանից խնդրում էր, որ իրեն զղջան, խղճան, ներողամիտ լինեն, որովհետև ինքը ծնողազուրկ է։ Այս բանակում այս տականքը նույնիսկ չի էլ խնդրում, որ իրեն խղճան։ Ինքը ուղղակի փորձում է բացատրի, թե ինչի է սպանել ծնողներին։ Եվ դա անում է շատ հեշտությամբ, ինչպես նկատեցիք ամբողջ խոսակցության ժամանակ, ինքը լսելու ժամանակ մեկ միմիկա անգամ շարժվեց դեմքին, հեգնական ժպիտը բերանի անկյուններում, ինքը լսում էր ու հիմա կխոսա էական չի արդեն ինչ կխոսա, որովհետև ինչ կապ ունի ինչ է խոսում մարդը հանցագործություն անելուց հետո։ Արդարացնին չի է հանցագործություն արել։ Իսկ այդ որ հանցագործությունն է, բան հանցագործն է երբևէ խոստովանել, որ ինքը հանցագործը, սրիկա, ազգուդած, դավաճան, ներդրված գործակալ, ազգի թշնամի, իհարկե ոչ։ Այս տեսանյութին գալիս է լրացնելու մեկ այլ տեսանյութ, ես ուզում եմ անպայման սա նայեք, բայց մինչև դա նայել, ես ուզում եմ գրառումների ուշադրություն դարձնենք, որ այս մասին խոսակցության ժամանակ Նիկոլի աջակիցներից մեկ ուղղակի կոչ է անում այս կնոջը զուգարանում սպանել, ծեծելով սպանել։ Այսինքն նույնը ինչ որ Քոչարյան Ռոբերտ արեց իրեն Ռոբ ասողի հետ։ Բայց սրանք նույնն են, նույն գործիքակազմը, նույն տրամաբանությունը, չգիտես ինչի իրար հետ որոշել են մեր աչքի առաջ կռվել։ Ուրեմն հիմա լսեք ԱԱՑ, այնտեղ ՊՊՑ-ի ԱԱՑ-ի ինչ է կնել, դատախազություն։ Եթե դուք այս կնոջը չգտաք, մի քանի ժամվա մեջ սա կալանքի մասին մենք չլսեցինք, ուրեմն դուք դառնում եք ինչ որ իսրեք ասում եք։ Իսկ ես ասել եմ, դուք հերթական դավաճան ուսապարկերն եք, որոնք պետականության հետ ոչ մի կապ չունեն, որոնք գրավելով այդ պոստերը զբաղված են պետությունը հանձնելու Նիկոլ Փաշինյանի հանցագործությունները ապահովելու կոսկելու ծրագրին։ Դե տեսնենք սատակից ոնց եք դուրս գալու ու այն չքաղաքացի եւ անտեղյակ նա թափոնկա, չէ, Դանիել Յովնիսյան անունով։ Տեսնենք ինքը արձագանքելու է սան, թե ոչ։ Իսկ հիմա գնանք նախորդ տեսանյութին, ինչը որ ասվեց ինչ որ կա Փաշինյան Նիկոլին եւ ինքը փորձել է հիմա արդարանա։ Բայց միջև ինքը կարդարանա, ես ուզում եմ ասեմ, որ իրենց ծրագրի մասին ենք խոսանում շատ վաղուց, որի մասին մենք ասում ենք։ Հիմա լսենք իրենք ինչպես են պատկերացնում իրենց ապագան ամենակարևորը։ Չէ՞ այս ամեն ինչի համար մի օր պատասխան տալու ժամն է գալ։ Ով մինչև Արցախը հանձ։ Էլինար, ես քեզ հատուկ հարց ունեի, վաղուց ուզում էի ես քեզ տամ, անկեղծ ասած, հիմա շատ լավ առիթ է։ Ես լսել եմ մի այսպիսի պատմություն, որ տեղի ունեցել զրույց քո եւ ԿՊԱԿ պատգամավոր նախկին լրագրող Սիսակ Գաբրելյանի միջև։ Դու ինձ կհաստատես կամ կասես ճիշտ է թե սխալ, որ երբ որ դու իրենց կարծեմ անցյալ տարի թե նախանցյալ տարի եղել Արցախյան դեպքերի հետ է կապված եղել թե ինչ, դու ասել ես դուք հասկանում եք, որ ձեր հետևից գալու են, դուք մի օր պատասխանատվություն եք կրելու այս ամեն ինչի համար, եւ ինքը պատասխանել է, որ եթե երկիր կլինի, կոպիտ ասած, կգաք մեր հետևից։ Հիմա խնդրեմ։ Ես իհարկե դրան չէի ուզենա անդրադառնալ, Չէ, ես եմ ուզում։ մասնավոր զրույց է եղել։ Բայց ես արդեն մասնավորը դա շատ վաղուց է եղել։ Շատ վաղուց ասելով, մինչև Արցախը հանձնելն է եղել։ Եվ թեև Արդեն եկավ։ Հասկանում եք, որ իրանց հույսն դա է, որ եթե երկիր մնա, մեր հետևից էլ եկող կլինի։ Ես միշտ ասել եմ, Արցախի դեռ շրջափակման ժամանակ եմ ասել, որ սրա վերջը Արցախը լուծալելն է, դատարկելն է, որովհետև չկա Արցախ, չկա պատասխան պահանջող Արայիկ Հարությունյանից եւ մնացած բոլոր հանցագործներից իրենց հանցագործությունների 44 օրյա պատերազմը կազմակերպելու, մասսայական համատարած թալանի եւ այլն։ Սա է տարբերակը պատասխանատվությունից խուսափելու։ Դե մի մասին դա հաջողվեց առայժմ, մյուս մասը Բաքվի բանտելումը, այսինքն չհաջողվեց։ Հիմա նույն սցենարը իրականացվելու է Հայաստանի նկատմամբ։ Հիմա իրենք են խոսում այդ մասին, դա այնքան ակնհայտ է այս գործողությունների մեջ, հա,
Դրա համար եմ ասում, Փաշինյան Նիկոլ ստեղ արդեն ինչ կպատասխանի այս ծանրագույն մեղադրանքներին, որոնք մեղադրանքներ չեն ուղղակի մեղադրանք լինելու համար։ Հա, սրանք պատմությունն է, սրանք ճշմարտությունն է։ Ինքը ոնց կարդալացնի սա, բոլորովին էական չի։ Բացարձակային էական չի, որովհետև մենք հասկանում ենք, չէ՞, որ մենք գործ ունենք մի մարդու հետ, ու ինքը կատարյալ անպատկառ է, անամոթ եւ սուտ խոսալը իր առօրյա մարդ ոնց է շնչում արտաշնչում առանց մտածելու, չէ՞։ Իրավոց սուտ խոսալն է նման ձև։ Տեսեք, ես մի երկու օր առաջ մի բան էի գրել, ես շատ քիչ եմ իմջելոս բանում լինում, նյութեր տարածում, Instagram, TikTok, բայց մեկ-մեկ անում եմ իմջելոս, դուք կարող եք նաև այնտեղ ինձ հետևել։ Եվ ես զգացի, որ մնացել է ինչ-որ մի թափոն, որ Facebook-ում անհետացել է դա, մի մաս, մի շերտ, հա, որի մասի ես վաղուց մոռացել էի։ Եվ ամեն մի դժգոհող վիրավորական կոմենտը, որ ես բացում էի, բաները, պրոֆիլներն էի նայում, հասկանում եմ, որ մնացել է այն առանց կենսագրություն, առանց նկար, բայց երբեմն իրար գլխով նկարով, ասենք մի հատ շերտ, մի հատ թափոնի տեսակ, որի համար բացարձակապես էական չի, վաղ իր այդ ինչա լինելու։ Հատուկենտ էին, հատուկենտ, որ սա իրական պրոֆիլ էր, fake չէր, հա։ Հիմա ուզում եմ ընդհանուր մասին խոսալ, տեսեք, անշուշտ կլինեն, այդ 10%-ը կա, չէ, որ Նիկոլ Փաշինյանին ձայն է տալիս, մենք այսօր կտեսնենք իրան ինչքան են ձայն տալու։ Տեսեք, իրանք կան, ու այդ խորտակված տեսակն է, բառի լայն իմաստով, որի համար չկա քաղաքականություն, ու դա քաղաքականություն չի ընդհանրապես, որի համար չկան չափանիշներ, այսինքն այդ տեսակին կարելի է այսօր ասել մի բան, վաղը վաճառել այլ բան, հետո հիմնավորել թե դա չի լինում, հետո ասել նորից անել իր հետ ինչ ուզում է, այսինքն այդ մի տեսակն է, որի համար նորմալ է ամեն ինչ այն ինչ որ իր հետ կանել, մենակ թե ինքը հավատա նրան ինչի որ ինքը ուզում է հավատա, կամ ինչի դիմաց ինքը փող է ստանում, այդ տեսակը կա, ու եթե մենք ունենք այդ շրջապատում մեր տեսակը, ես պետք է ասեմ, որ ժամ առաջ այդ մարդկանցից հրաժարվել է պետք, որովհետև դրանք ոչ թե վտանգավոր են իրենց համար միայն, դա մեր բոլորի համար առաջին սպառնալիքն է, առաջին սպառնալիքը, մարդիկ, որոնք չունեն չափանիշ բարոյական, մարդիկ չունեն արժանապատվության զգացում, մարդիկ, որոնք պատրաստ են ամեն ինչի ներողություն չխնդրելու համար եւ հավատա նրան ինչին իրենք են ուզում թքած ունենալով ձեր ապագայի հետ ինչա կատարվում եւ նրանք չունեն ամենակարևորը կարեկցանք, որը տարբերում է մարդուն անասունից, կարեկցանքի զգացումն է, հասկանում եք, կարեկցանք, պատասխանատու տարբերում, սրանք են մարդկային հատկանիշներն են, որոնք մարդուն որպես կենդանի առանձնացնում են կենդանական աշխարհից, հա, դրանք չունեն այդ հատկությունը, հետեւաբար կենդանական աշխարհի մեջ լինելով homo sapiens, հա, մարդ ճակերտավոր, նրանք անասունին են մոտիկ, որտեղ չունեն այդ կարևոր զգացումները։ Ես սա վիրավորելու համար չեմ ասում, ես ունում հասկանում դուք ում հետ ինչի հետ գործ ունեք։ Եվ այսպես, ու այդ մարդկանց համար էլ էական չի վաղ իրանք պետություն կունենան, պետություն չեն ունենա։ Բացարձակապես։ Եթե փող են ստանում դրա համար, իրենց նորմալ է, եթե փող չեն ստանում, բայց իրենց տենց է հարմար, որտեղ իրենք դες որոշել են թքած ունենան ձեր ապագայի, իրենց ապագայի, մեն ասած, ամեն ինչի վրա։ Եվ այսպես, եթե դեռ մարդ կա, որ կասկածում է այս գործողությունները ուր են տանում, մենք ունենք ավելի քան ապացույցներ, ապացուցելու համար, որ այս ընտրությունները Հայաստանի գոյութենական ընտրություններն են, այսինքն կամ ճիվաղը հայտնվում է բանտում, կամ Հայաստան աշխարհը ջնջվում է ամբողջ իմաստով ջնջվում է, դա է ենթադրում թուրքական շահը, ադրբեջանական շահը եւ ռուսական շահը, դա իրենց պայմանավորվածությունն է եւ ամեն ինչ գնում է դեպի դա եւ սա հանգիստ իրականացնում է դա առայժմ հիմա հունիսի 7-ին շատ հստակ պետք է երևա Հայաստանի Հանրապետությունում որքան տոկոսային իմաստով մարդ մնացել մարդ իր կուսակցական նախընտրությունների այստեղ կապ չունի հավատացեք Սամվել Կարապետյանի համար ձայն տվողներն դա իմ համար մարդ ցանկացած մեկին է բացի Նիկոլ Փաշինյանից հասկանում եք որտեղ Սամվել Կարապետյանին ձայն տվող իմ համար քաղաքական մոտիվացիա կամ տնտեսական շահի մոտիվացիա հասկանում եք
Նիկոլ Փաշինյանի ցայն տվողը ոչ տնտեսական մոտիվացիա ունի, ոչ քաղաքական։ Սա հակամոտիվացիա է, սա հակամարտկային է, հակաբարոյական է։ Լրիվ ամեն ինչին հակա է, այն ինչ որ մեզ սարքում է մարդ։ Հետևաբար, եթե հանկարծ ինչ որ մի երաշխով նես կստացի, որ Նիկոլ Փաշինյանի ցայն տվողները այնքան կլինեն, որ մենք կորցնենք պետականությունը, նշանակում է մեր պետականությունը պիտի կորցնի, պիտի վերանա սա։ Իրոք, ու ես չի մնում ոչ մի բան, քան ափսոսալ այն ինչ որ մենք ունեինք ու չկարողացանք դեր կանգնել։ Եվ մի շատ կարևոր բան եմ ուզում ասեմ այս կոնտեքստի մեջ, որ բոլոր նրանք, ովքեր իրենց մարդ են համարում, ովքեր իրենց գրագետ են համարում, ովքեր իրենց մի քիչ ավելին են համարում, քան սովորական մարդը, եթե իրանք չունեն մեղքի զգացում եւ պատասխանատվության զգացում այս վիճակի համար, ուրեմն նրանք այդքան էլ մարդ չեն։ Իրոք, սա չեմ ուզում նույնիսկ բացատրեմ ինչու, որովհետև ինչ է նշանակում լինել կիրթ, բարեկիրթ, հասուն, գրագետ, դա պայմանավորվում է մենակ մի բանով, հասկանում եք, մարդ ինչքան պատասխանատվության զգացում ունի իր վրա, ինչքան բեռավերցում իր վրա, թե ինչքան վարժ է գրում ու կարդում, ինչքան լավ գիտի մաթեմատիկական գրականություն, ոչ մեկից չի հետաքրքրում։ Դա զուտ իր անձնական խնդիրն է։ Մարդկային բնորոշումները զուտ այլ ուղղությամբ ագնում։ Դու համայնքի մեջ, քո միջավայրում, ընտանիքում, հարևանության, բարեկամության, որպես քաղաքացի, դու ինչ բեռ ես վերցրել քո վրա եւ ինչ պատասխանատվություն ես վերցրել։ Այն աճող սերունդի, այն ճշմարտությունը ոլորնողի համար։ Ու ես ուղիղ մեղադրանք եմ հղում այսենց առանց երկմտելու բոլոր նրանց, ովքեր լուր են, բայց ամբիցիա ունեն խելացի Երևանը։ Չէ։ Գործով է երևում դա։ Բոլորովին էական չի դուք ինչ կարծիք ունեք ձեր մասին։ Ու դա հիմա պետք է երևա, հետո իմաստ չունի։ Բոլորովին, այս ամենը կորցնելուց հետո ինչ իմ ասում, դուք ինչքան խելացի եք, ինչքան լավ դերասան, երաժիշտ կամ սպորտսմեն եք, բացարձակապես էական չի։ Այ հիմա է կարևոր։ Ոնց որ մարդը ընտանիքի հայրը տեսնի իր ընտանիքը կործանվում, ասի ես մտածում եմ, ես գրում եմ կամ ես ստեղծագործում եմ, ինձ մի խանգարեք, հա։ Դա նույն կատեգորիայի բան է։ Դա իր համար կարող է ինքը լավ ստեղծագործող կամ մտածող, բայց ինքը ընտանիքի հայր չի, ինքը պատասխանատու մարդ չի։ Սկամ բան։ Հիմա ասենք մեր ասած թեմաների շատ կարևոր։ Եվ այսպես թշկացման գործողությունները ակտիվ ընթացքի մեջ են։ Միքայելի հետ ոստիկանության մոտ են գտնվում, նոր մեզի ազատ արձակեցին, մեզի ապօրինի ձերբակալեցին, բարեց ամենաբուն եւ ուղիղ իմաստով ոչինչ չանելու համար։ Ինչպես որ շատերը տեղի եկեք, երեք ես հրապարակել եմ, որ այսօր Մարիոթ հյուրանոցում Տիգրան Մեծ դահլիճում իրականացվելու է պրոթուրքական եւ ադրբեջանական իշխանությանը օրակարգը սպասարկող կուսակցության համագումարը եւ դեպքի արդի ոստիկանության աշխատակիցների էին հրավիրել Մարիոթ հյուրանոց եւ տվյալ հյուրանոցի անվտանգության աշխատակիցներն էլ ոստիկանության հետ թույլ չտվեցին դռնբաց օրենքով նախատեսված կուսակցության համագումարին ներկա գտնվել եւ արձանագրել ապօրինությունը, մասնավորապես որ համագումարին 300 հոգի մարդ չի մասնակցում, որպեսզի հետագայում էլ հնարավորություն ստեղծվի կուսակցության գրանցումը չեղարկելը, այդ իսկ պատճառով մեզի ապօրինի ձերբակալեցին առանց որևէ իրավական հիմքերի եւ այդ ամբողջ գործողությունը տեսաձայնագրված է մեր ապօրինի ձերբակալությամբ եւ անկեղծ ասած ուզում եմ ասեմ, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցները գործում են օրենքի կոպիտ խախտումով, սահմանադրական իրավունքները ոտնահարելով, քանի որ Սահմանադրությամբ օրենքով նախատեսված է, որ կուսակցության համագումարը պետք է լինի դռնբաց եւ ոստիկանության անվտանգության հետ այդ ամեն ինչի մասին իմանալով շատ լավ, մենք տեղեկացել են, թույլ չեն տվել ներկա գտնվենք եւ ոստիկանությունում, ասենց ասած, վատ ոստիկանների միջոցով, ովքեր գործեր են շինում եւ կեղծ փաստաթղթեր են ստորագրում, ինձ ու Միքայելի վերաբերյալ վարչական արձանագրություն են կազմել, իբրև թե մենք ոստիկանության օրինական պահանջը չենք կատարել, որը բնավ իրականությունը չի համապատասխանում, որտեղ Լավ,
Ես հիշում եմ, որ տարիներ առաջ փորձ էր արվել կրկին այդ պրո-թուրքական կուսակցությունը ստեղծել եւ այն ժամանակ ակտիվ մարդիկ խափանել էին այս թուրք ներկայացուցիչների սրանց թուրքական նախաձեռնությունը բայց հիմա նրանց ոնց որ թե ուզում ասա հաջողվի հեսա կլինի Հայաստանի վերջը նաեւ հասկացեք ոնց է Հայաստանը գրավում չեն գալուց զենքով գրավել Հայաստան իշխանությունը վերցնում են թուրքամետ ուժերը իրականացնում են թուրքական բոլոր ծրագրերը մենք հասկանում ենք որ արդեն Հայաստան պետականություն չկա այսինքն մենք այն ինչ որ իրանք ուզում են ապահովել էներգետիկ կախվածություն ռազմական բացակայություն տարածաշրջանում նույնիսկ դու զորք ունենալու իրավունք չես ունենալու կունենաս ոստիկանություն որ կծառայի իրանց հա դու ձայնի իրավունք հանրակրվեի իրավունք ոչ մի իրավունք պետականության սիմվոլների տոտալ ոչնչացում հա քիչ ցեղասպանության ուշարձան երբլուր հա հերոսների ուշարձաններ մի խոսքով քիչ մաքրելու են այդ ամեն ինչը տակը մնա մի հատ հարց տարածություն որից էլ ասֆալտանեն գնա հետո լացեն բասֆալտը ու սա արվում է այս տականքների ձեռքով նաեւ այսինքն այն ինչ որ ասում է Էլինարը ստեղ Ես իրենց հետ այդպես շփվելու առիթներ չեմ ունենում, բայց մի գործուղման ընթացքում է դա եղել եւ ես էլի շատ այսպես բարկացած ասում էի, որ դուք հասկանում եք, ձեր պատճառով մենք կորցնելու ենք պետությունը, մենք կորցնելու ենք Արցախը, մենք կորցնելու ենք մեր պետականությունը, ոնց եք դրա համար պատասխան տալու, այո եւ պատասխանը եղավ, որ եթե պետականություն չլինի, այդում արժև ենք պատասխան տալու։ Վերջ այսինքն իրանք որպեսզի երբևէ պատասխանատու չլինեն իրենց հանցագործությունների համար, որի դիմաց հասկանում եք թուրքական պետությունները վճարելու խնդիր չունեն։ Եթե դրա համար նույնիսկ պետք լինի իրենք համաշխարհային բանկից միլիարդներ պատվերցնեն, եթե իրակի չունենան, էլի։ Իրանք խնդիր չունեն, իրենք իրականացնում են իրենց աշխարհաքաղաքական ամենակարևոր խնդիրը, վերացնում են Հայաստանը։ Ես ստեղծում են Թուրանը, որտեղ իրենք դառնում են ամեն ինչի տերը։ Դեռ մենակ Սյունիքը արդյունքում Սյունիքի ստացած իրանց եկամուտ ամուսարով բան։ Դուք հասկանում եք տասնյակ տրիլիոնների փող կա։ Տրիլիոն, դա միլիարդ չէ։ Ամեն մի տրիլիոնը հազարատ միլիարդ է։ Իսկ մենակ Սյունիքում տասնյակ տրիլիոնների բան կա։ Հանքանյութեր կան։ Ընդ որում նյութեր կան, որ հիմա է պարզվում, որ դրանք խիստ անհրաժեշտ են IT տեխնոլոգիաների արհեստական բանականության աշխատելու համար։ Իսկ այն որ այն ինչ որ Թրամփը Գրենլանդիան ուզում գրավի, Ուկրաինան ուզում իրանով անի այդ հազվադեպ հանածոները, ամեն ինչ կա Սյունիքում։ Այսինքն դիմաց իրանք ինչ որ ստանալու են զուտ փողի իմաստով, բիզնեսի իմաստով։ Հազարապատիկ ավելին է, քան իրանք կծախսեն, եւ իրանք կծախսեն այս կարգի տականքներին, այս կարգի թուրքերի ձեռքով մարդկանց ինչ որ կոպեկներ վճարելով, վաճառքի հանված մարդկանց իհարկե Հայաստանը վերացնելու համար։ Տեսեք։ Ինչ կարող ենք մենք դիմադրել, ինչպես կարող ենք դիմադրել այս փողերին։ Փողերով չենք կարող։ Միայն գաղափարականով։ Սրա համար է, երբ որ 12 թվականին, երբ որ ես երաժիշտ ես, որ ընդհանրապես քաղաքականության հետ կապ չուներ, առաջինը գոռացի այդ ընտրակաշարքների մասին, որ ասեցի դուք այսօր վաճառեցիք Հայաստանը ՀՀԿ եւ ԲՀԿ 12 թվականի մայիսին էր։ Մայիսին այդ ժամանակ էր ընտրությունները, ապրիլի վերջ մայիսի սկիզբ։ Հենց սրան է վերաբերում, որ դուք տականքներդ սահմանեցիք մի հատ խաղի կանոն, որ երկիրը արժի այսքան 1 միլիոն ձայն է պետք կոպիտ եմ ասում, հա։ Քեզ ինչքան փող է պետք 1 միլիոն ձայն ապահովելու համար։ Վերցրա։ Եվ վերջ քոննա երկիրը։ Հասկանում ես Սերժիկ դու ով ես։ Հասկանում ես Գդոդ դու ով ես։ Հասկանում ես Քոչարյան դու ով ես։ Հասկանում եք դուք ով եք։ Նիկոլի նախահայրեր։ Դուք ապահովել եք այսօրվա վիճակը, որովհետև երբ որ ամեն ինչ դրվում է փողի, այլ ոչ թե բարոյականի գաղափարի վրա, անպայման լինելու է մեկը, որ գալու է ձեզ էլ առնելու, ձեր ընտրողին էլ առնելու, որովհետև դուք հաստատ չունեք այդ փողերը, ինչ պատրաստ է զոհաբերել թշնամին մեզ կլանելու համար։ Հասկացաք։ Հիմա թե գաղափարական, բարոյական ինչքան մարդ կգտնվի Հայաստանում, շուտով կերևա։ Եվ կերևա նաև
Ինչքան շերտ կա, ինչ տոկոսային շերտ կա, որոնք այսօրվա հացի համար իրենց երեխեքին են ծախում, այո, իրենց երեխեքին։ Սա բան չի, փոխաբերական իմաստով չի, ուղիղ իմաստով։ Գնահատակաչ։ Մասան լսեք։ Դες հազար անգամ ասում ենք, միլիոն անգամ ասում ենք, մեր ձևով շարժմանը կհանի, արաքից կհանի, կթոնի Սերժ Ռոբերտ, սատկասնի ու կտրվի։ Այդքան բանը գանգները չի մտնում արա։ Հասկացեք ինչ են անում։ Ստեղծում են նա Սամվել Կարապետյան իր ասելով։ Ընթացքին խաղից կանենք, կթողեն Սերժիկ ու Ռոբիկ, որոնց ջարդերը մեծ հաշվով ոչ մի բան է, մանավանդ, որ դաշնակներն ամեն ինչ անում են, որ դա լինի, դա մասին առանձին եք խոսալու։ Հին պատկերն ասք, նույն սցենարն է, մարդիկ պարզ ասում են։ Իհարկե, մի բան հաշվի չեն առել, որ մնաց ստացվեց, որ Սերժիկով, Ռոբիկով եւ Սամվել Կարապետյանով չի եզրափակվում քաղաքական դաշտը։ Մի բան ասենք, որ այն ժամանակ այս բանը Արամուսի կարտոլը չգիտեր ուղղակի, էլի։ Չգիտեր։ Բայց հասկանում եք, իրանց պատկերացումները ընտրությունների մասին այսքան էր, հենց այսքան։ Հիմա ես ուզում եմ ցույց տամ ձեզ մի կարևոր բան, ինչի մասին որ ես խոսացի, նույն կարտոլի։ Սրանք նաև ոնց են պատկերացնում իրենց գործունեությունը։ Հա, այս մի ավտոբուս դավաճանները այսօր որոշել էին, որ իրենք պետքա այսօր էլ կարտոֆիլ ուտեին եւ ավտոբուսի մեջ հերթական անգամ այդ գրեհի կարտոֆիլը ցույց տալուց հետո իրենք ասում են բանաձևը, լսեք, բանաձևը կարտոֆիլ ուտողներն ընտրելու են կարտոֆիլ ուտողներին, սև իկրա ուտողները կարոտ են մնալու սև իկրայի։ Այսինքն իրենց ամբողջ այս ֆոտոսեսիաների տրամաբանությունը, որ ձեզանից մեկն ենք մենք, կարտոֆիլ ենք ուտում, եգիպտացորեն ենք ուտում, կարկանդակ ենք ուտում, մենք սև իկրա չենք ուտում, մենք ձեզանից մեկն ենք, բայց այս տականքը մոռացել եմ մի շատ կարևոր բան, որ ժողովուրդը դեռ չի մոռացել, որ այն հարցում են մենք սոված ենք, ուտելու բան չունենք, ասում են ինչ պարտադիր է, փող չունես միս ուտելու, խոտ կեր, կանաչի կեր։ Սա իր ինքը մոռացել է։ Սա մոռացել է, որ ասում են, որ մեզանից յան տվեք, վազնեք եք, մենք ձեր սոցիալական ապահովության ինչ կապ ունենք։ Որ ինչ է կանելու 10,000 դրամ ավել պակաս, մեզ ավել փող է պետք։ Սա մոռացել է երևի։ Ու իրանց այս ճակերտավոր լոզունգը, որ կարտոֆիլ ուտողները կարտոֆիլ իրանց նման ուտողներին են ընտրելու, ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ իրենք կարտոֆիլ ուտողները չեն։ Սրանք մարդկային կյանք ու ապագա ուտողներ են։ Մարդկային կյանք ու ապագա ուտողներն են, պետություն, պետականություն։ Այսինքն իրենք են որդն են, որը քանդում է ներսից ամեն ինչ որ հնարավոր է։ Ու փորձում է ցույց տալ, որ ես էլ ձեր նման կարտոֆիլ ուտող եմ։ Ես ինչպես կարտոֆիլ։ Խոտ կեր, քեզ կարտոֆիլ ուտում, հա։ Կարտոֆիլ ափսոս չի որ կարտոֆիլ ես ուտում։ Թանկ է կարտոֆիլը, արա, կանաչին ավելի էժան է, դու պետք է խոտ ուտես հիմա։ Այն ինչ որ դու խոտ էիր տալի բնակչությանը։ Նույնիսկ հիշացնեմ սրանքով են։ Ավելի ճիշտ ովքեր են իրենք։ Եվ այսպես այսօր ոչ ավել ոչ պակաս Հովսեփ Խոշոյանը, այսինքն Ճիվաղի ամենա եռանդուն քարոզիչը, որը շարքային կարգին տղուց ակտիվիստից դարձավ թուրքական գործակալ դեռ 2016 թվականի սեպտեմբերին, որովհետև 2016 թվականի հուլիսին դեռ ինքը հեղափոխական տղա էր։ Թուրքիան այցելությունից հետո եկավ մի հեյացած եւ մենք պետք է բարեկամություն անենք, հասկանալի է արդեն։ Հրապարակել մի ցանկ, ովքեր պետք է լինեն իր պատկերացումով խորհրդանում։ Եվ պետք է ասեմ, այստեղ կարող ենք տեսնել ուղղակի Հայաստանի թշնամիների մի ամբողջ ցուցակ։ Մի ամբողջ ցուցակ, շնորհակալություն այս ցուցակի համար։ Եվ այսպես Արման Բաբաջանյան, Լևոն Բարսեղյան, Արնոտ Բլեյան, Ստեփան Գրիգորյան, Լիլիթ Դալլակյան, Գրիգոր Ելիցյան, ինչնասա չգիտեմ հեսա, նույնիսկ ով է, Միքայել Զոլյան, Սոսի Թաթիկյան, Դանիել Իոնիսյան, Գոհար Հարապետյան, Լուսինե Հակոբյան, սա իրավաբան Լուսինե Հակոբյանն է, Ռոբերտ Լևոնտյան, Նվարդ Մանասյան,
Արմինե Մարգարյան, Սամվել Մելիքսեթյան, եթե Նվարդ Մանասյանը, իմ իմացած Նվարդ Մանասյանն է, որի տղան զոհվեց 44 օրյա պատերազմում, ես խորը հիասթափվածություն կապեմ, խորը։ Ռուբեն Մեհրաբյան, բնականաբար, Հարություն Մկրտչյան, Յուրի Մովսիսյան, չգիտեմ ես ով է, Դավիթ Պետրոսյան, Դավիթ Սանասարյան, բնականաբար, Արամ Սարգսյան, Դավիթ Ստեփանյան, Գնել Սարգսյան, Արտուր Սաքունց, առնվազն գոնե մեկ սերքարը, էլի կա, կներեք, Արտուր Սաքունց, Հայկ Սուքյասյան, Ստեփան Սախվալյան, Լևոն Շիրիմյան, Ալեք Քուչինյան, իսկ դեռ առաջի կարգում Անահիտ Ադամյան, Վահրամ Աթանեսյան, Յուրի Այվազյան, Ազատ Արշակյան, այսինքն իրենք բացահայտել է 32 հոկանոց դավաճանների, սա գրանտակերներ չեն, ժողովուրդ ջան, գրանտակերները Հայաստանում շատ ավելի շատ են, քան սրանք, գրանտ ստանում են մարդիկ տարբեր գործունեություններ անում, սրանք ընդհանրապես գրանտակերներ չեն, սրանք Հայաստանի կործանման համար վճարվող են հանցագործներ, որոնց նպատակը Հայաստանի պետականության կործանումն է, բառացի, այստեղ այլ ընտրանք չկա։ Հիմա այս ցուցակը կա, որի համար Կեցե Խուրշուդյանը ասաց տարածը, որ հանկարծ չմոռանա, հետո սա մասին կգրեմ ինչ որ պետք է։ Այսինքն, որ ոչ մեկի մոտ կասկած չառաջանա ով է, ինչու է ակտիվացել Դավիթ Սանասարյանը, այդ ոնց եղավ 8 տարի բան չկա, ոչ մի ձայն չկա, այսօր ինքը ակտիվացել է, եւ ինչի ինքը նստած չի, եթե ինքը հանցագործա, այդ ոնց ստացվեց վարչապետի վերահսկողության ծառայության պետը, հեղափոխական վարչապետի ծառայության պետը, ոչ մի բան չկարողացավ, ինչ որ սպասում էինք իրենից անել, եւ փոխարենը դարձավ խարդախ հանցագործ սխեմաների մասնակից, տվեցին հնարավորությունը, փչացեցին, հանեցին, գցեցին մի կողմ։ Այսօր չես ուզում դատվես, արի շարունակի ծառայելով։ Այս բանով, այս մոդուլի մեջ է։ Ինչ որ է։ Ճանաչեք, ովքեր են Հայաստանի պետականության այ ժողովրդի թշնամիները։ Սա լուրջ ցուցակ է, սա կարևոր ցուցակ է։ Ես ինքս հաստատ այս ցուցակը չէի նստելու կազմեի, չնայած բանավոր գիտեինք սրանց, բայց ամբողջական այսպիսի ցուցակ ես չէի հաստատ մտնելու նստելու կազմելու, դա ժամանակը չկա։ Դες որ տեսնում եք, մեր օգտինն են աշխատում տականքները երբեմն։ Ես հիմա ուզում եմ գամ հասնեմ դաշնակներին։ Սա Լիլիթ Գալստյանի դաշնացակ։ Էլի, իրակ վաղուց սոված կմնային, սոված կմեռնեի, եթե Ռոբերտ Քոչարյանը չպայեր իրենց, որովհետև արևմուտքի դաշնակները վաղուց ձեռ են քաշեց դաշնակներին եւ ոչինչով իրանց չեն աջակցում, որովհետև հասկացել են, որ այն իդեաները, որոնց համար դաշնակցությունը ստեղծվել է, Հայաստանի դաշնակցությունը զբաղված է դեռ այլ սխեմաներով եւ գտնվեց սպոնսոր իրենս Ռոբերտ Քոչարյանի, որն էլ իրանց փրկել էր, տեղանել էր բանտից եւ ոնտերպրեսությունից հետո եւ այսպես իրենք շարունակում են ծառայել Ռոբերտ Քոչարյանին։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը ավելի մեծ աջակցություն եւ հենարան չուներ այս 5 տարի խորհրդարանում, քան դաշնակներն ու Ռոբերտ Քոչարյանի Սերժ Սարգսյանի կոալիցիան։ Այսինքն եթե այս կոալիցիան իրենք մանդատները դնել դուրս գալ, Նիկոլ Փաշինյանը ոչ կարող էր Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, ոչ կարող էր Արցախը դատարկել, ոչ կարող էր սահմանազատում, սահմանագծում անել fake, ոչ կարող էր ոչ կեպար հանձնել, ոչ կարող էր բաղանից հանձնել, ոչ կարող էին ջերմուկը գրավել, ոչ սոտքը, ոչ մի բան։ Այսինքն ամբողջ հանցագործությունը որ կատարվել է մի բանի շնորհիվ, որ Նիկոլ Փաշինյանը եղել է վարչապետ։ Եվ որպեսզի Նիկոլ Փաշինյանը լիներ վարչապետ, իր պետք էր ունենալ դաշնակների Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի նման։ Ինքն էլ ասում է, չէ, դուք երանելի եք որպես ընդդիմություն, դուք աշխարհի ամենաճիշտ ընդդիմությունն եք իմ համար։ Հիմա սրանք հասկանալով հանդերձ, որ էլի Նիկոլ Փաշինյանը չնայած 5 տարի անց օգտագործել է, էլի ասում է, ընտրությունը լինելու է, ընտրությունը փաստորեն իրա, Քոչարյան Ռոբերտի եւ Սամվել Կարապետյանի միջեւ։ Հիմա
ինչ կմտածի ազնիվ մարդը, կմտածի, եթե Քոչարյան Ռոբերտի մասնակցությունը օգնում է Նիկոլին վերարտադրվելու, ճիշտ է երևի չմասնակցելն է, որովհետև ինքը չի կարող Սամվել Կարապետյանով այնքան վախեցնել ժողովրդին, որքան Ռոբերտ Քոչարյանով, կարող է 1-2%-ի վախեցնել, հասկանում։ Բայց իրաց նպատակը հենց դա ստեղծելն է, որ բանը Նիկոլը խոսելու բան ունենա, միշտ ասի դուք թալանչի եք եղել։ Եվ այսպես Դեվիդ Գալստյանը սոյ որոշում է, որ պետք է հիշի, որ ամեն շատ դպրոցներ կառուցվել են Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Ես պետք է Լիրիս Գալստյանն ասեմ, որ ամենաշատ քաղբանտարկներն ունեցել են Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Ամենաշատ հանցագործությունները, կրիմինալ սպանությունները եղել են Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Հոկտեմբերի 27 եղել է Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Մարտի 1-ը եղել է Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Հայաստանը տնտեսությունը տրվել է Ռուսաստանին, մեկ ինքնիշխանությունից զրկվել ենք Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Պարսկաստանից եկող գազամուղը կրկնակի փոքրացվել է եւ երկրորդականացվել է ու վաճառվել է ռուսներին Ռոբերտ Քոչարյանի օրոք։ Ու դուք դաշնակներդ ասում եք դուք Նիկոլից ոչինչով չեք տարբերում։ Չեք տարբերում։ Ես ուզում եմ լսեմ բոլոր դաշնակները դրսում։ Անպայման։ Եթե պետքա նեղանան ճշմարտությունից, թող նեղանան, ես դա խնդիրի չունեմ, բայց ուզում եմ նեղանան ու գնան իրենց մոտ բողոքեն, գոնե սա դառնա քննարկման առիթ։ Ինչպես է ստացվում, որ անկուսակցական, երբ որ երբեմն լավ բան եմ փնտրում, մի տեղ տեսնեմ մի բան ասեմ, Վարդան Հակոբյանը կպել է ու այս կարգի բաներ է ասում դաշնակներին։ Իսկ ասում են ինչ որ կա պատմության մեջ։ Եվ իրանք փորձեն հասկանան ինչի են դաշնակները աջակցում մի մարդու, որը Փաշինյան Նիկոլի վերարտադրման հույսն է։ Միակ հույսը ես կասեի։ Դա Սամվել Կարապետյանը իր համար հույս չի։ Ծառուկյան Գագոնեն հույս չի ընդհանրապես։ Ծառուկյան Գագոն որպեսզի մենք հասկանանք այդ հարաբերությունները ոնց է։ Ես ուզում եմ մի հատ էս բանին նայեք, էլի էս քվեարկություններին։ Այսօր եմ դրել ընդհանրապես ես մի հատ թարմացնեմ սա։ Այսօր եմ դրել Արտակ Սարգսյանի խնդրանքով Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի եւ Արտակ Սարգսյանի։ Բայց ամենակարևոր մասնակիցները կան Նիկոլ, Ռոբերտ եւ Սամվել Կարապետյան։ Ես ում ասեմ թեկուզ 800 հոգի է մասնակից։ Բայց Ռոբերտ Քոչարյան դու ես 800 հոգու մեջ հասկանում ես, դու ամենաողորմելի վիճակում ես։ Այս 4-ի մեջ գնեք 800 հոգու քննարկությունով։ Եթե սա լինի վաղը նույնիսկ 80,000, իսկ առավոտ կլինի 8,000, 10,000, 15,000 անկասկած։ Սա ընդամենը 3 ժամ այն էլ Հայաստանում գիշերը մարդիկ չեն քննարկում։ Դու ընդամենը 7% ես։ Այսինքն Փաշինյան Նիկոլը քո հաշվին 10-ից դարել է 13։ Ես միշտ ասել եմ։ Նիկոլը 10-ը եթե չկա Ռոբերտ Քոչարյանը 9, հա։ Եթե Ռոբերտ Քոչարյանին դնում ես ընդե, որպես բան, վախենալու, բերում է եւս մի 3% Փաշինյան Նիկոլի, բայց ոչ ավել, հասկացեք 13%-ը այս համադրության մեջ ոչ մի բան է։ Այսինքն Սամվել Կարապետյանը առնվազն 2 անգամ մոտավորապես շատ ունի էլես համադրության մեջ։ Իսկ Արտակ Սարգսյանը 58%, այսինքն ամբողջ ռուսական թևը մի կողմի վրա ասենց որ լցնես իրար գլխի, Արտակ Սարգսյանը, որին համարյա չեն էլ ճանաչում, որին որ նայում ենք, ինձ գրում են, բայց մեկ իրեն առաջի անգամ եք դնում, բայց ոչ մեկ չի գրի։ Ես առաջի անգամ լսեցի Ռոբերտ Քոչարյանի մասին, առաջի անգամ լսեցի Սամվել Կարապետյանի կամ Նիկոլ Փաշինյանի մասին։ Այսինքն մարդ այս բaragայում Արտակ Սարգսյանը, որի մասին հասարակության մի հսկայական մաս տեղյակ է չի, որ այդպես տեխնացու կա։ Էլի մեկ այս հարաբերակցության մեջ ավելի շատ աստանում, քան անցած 3-ը գումարած։ Սա գիտեք ինչի մասին է։ Սա նշանակում է մի բանի մասին։ Եթե նույնիսկ հանենք Սամվել Կարապետյանին, որը շատերի համար վիճելի կերպ է, Ռոբերտն ու Նիկոլը իրար հետ կարողանում են գեներացնել 20%։ Սա նշանակում է դուք մեռնեիք ավելավեր ձեր համար։ Այդքան ունի Թրամփը։ Այդքան ունի Թրամփը, որ ավիրել է Ամերիկայի քաղաքական դաշտը, ավիրել է Ամերիկայի տնտեսությունը, մարդկանց տանում են կոտորածի, մի խոսքով 20% ունի Թրամփը։ Այսինքն դուք եկուսդ իրար հետ
ամենավատ վարկանիշ ունեցող ամերիկան գործիչ չափեք։ Այստեղից հետենություն։ Ձեր շանսը, ձեր իրավունքը քաղաքական ասպարեզում գոյություն ունենալու զրո է։ Զրո։ Իսկ եթե հաշվի առնենք, որ իշխանության ներկայացուցիչն է, Փաշինյան Նիկոլ, նշանակում է մինուսը։ Իսկ թե ինչու է մինուս, մեկ ընթացքում անպայման խոսանք այդ մասին։ Հա։ Հիմա վերադառնամ Քոչարյան Ռոբերտին։ Երբ իրեն հարց են տալիս, որ բա Արցախի հարցը ո՞նց է լինելու, հա։ Ու պատկերացնում են մարդիկ, որ Քոչարյան Ռոբերտն է մենակ իրանց վերադարձնելու Հավանա Արցախ, որովհետև այդ մարդկանց համոզել են, որ ինքը ամենաուժեղ տղեն է։ Հա, ինքը ասում է, չեմ ուզում ավելորդ լավատեսություն հանձնել ձեզ։ Բայց իմ կյանքում այնպիսի դվազներ են եղել, որ թվում էր, թե հարցը ընդհանրապես լուծում չունի եւ աշխատանքով այդ հարցը լուծում կստանա։ Հա, ու ընդհանրապես ասում է, առաջնային հարցը, որ մենք տեսնում ենք վերադառնալու իրավունքի ճանաչումն է, որը միջազգային իրավունքից է բխում եւ շատ դժվար է մերժել այլ իրավունքի առկայությունը ընդհանրապես։ Դրանից հետո պետք է վերադարձող մարդիկ անվտանգ լինեն։ Խոսք պետք է գնա անվտանգ վերադարձի մասին։ Բայց միևնույն ժամանակ ավելորդ լավատեսություն ինքը չի ուզում հայտնել։ Ու ասեմ սա ով է։ Սա այն է, երբ որ 21 թվականի, 22 թվականի իրեն հարցնում էին։ Նույնիսկ Արցախը դատարկելուց հետո Արցախի ճակատագրի մասին ասում էր մենակ հիմա կվիճարկի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Սա այդ մարդն է, ու մարդիկ կան դեռ հույս են կապում մեկի հետ, որը չի էլ պատկերացնում, ասեմ ավելին, ինքը չի էլ ուզում, ինքը չի էլ կարա, ինքը ո՞նց կարող օրակարգ սահմանի մի մարդ, որ 7% անդամենը այս հարաբերության մեջ իրաձայնել է։ Ո՞նց կարող մարդ սահմանի մի օրակարգ, որը ունենալով միլիարդների կարողություն, բայց չունի այդ իրավունքը, գնա միտեղ հանգիստ, իր թալանը վայելի։ Այդ իրավունքը նույնիսկ չունի, գիտեք ինչի, որտեղ իրան պետք է, ինքը պետք է այս ռեժիմը պահելու համար, ուսած ականջներից բռնած նստում են այդ ԱԺ-ում, ասեն դու պիտի նստես, այդ քֆուրն ու քյաֆալը պետք է ուտես, թուքը մուրը պիտի ուտես, որ Նիկոլը գործը հասցնի ավարտին։ Եթե դու հանկարծ որոշես, որ դու արժանապատվություն ունես, թողնես գնաս, դու կդառնաս այն առյուծների բաժինը, որոնց սպանելուց հետո նկատվում է իր հետները։ Որովհետև այն ինչ որ դու արել ես, այն ինչ որ դու ունես, դա քոնը չի։ Դու արել ես մարդկանց արյան գնով, արյան հաշվին, ու ծառայությունը պետք է մատուցես։ Ու ոնց կարող է այս մարդը օրակարգ ունենա, օրակարգ սահմանի կամ ինչ-որ մի բան խոստանա։ Բնականաբար չի կա։ Դե կապիկների պակաս չունենք, ասպարեզ է նետվում հերթական կապիկը, նոր ուժ վարչապետի թեկնածու Մանուկյան Հայկ։ Իրան ինչ որ մեկը ասել է, որ դու ձայն ունես, դու ռեյտինգ ունես, դու կարող ես մասնակցել ընտրություններին։ Էլի ես գալիս եմ հայ ժողովրդի ինքնապաշտպանական բնազդի եւ բարոյական չափանիշների վրա եմ կանգնում։ Հիշեցնեմ ով է Հայկ Մանուկյանը։ Հայկ Մանուկյանը Փաշինյան Նիկոլի այն մահակն էր, որով բաժանվեց հասարակությունը երկու մասի, սև ու սպիտակների, որով ավիրվեց Հայաստանը, Երևանը, որի շնորհիվ էլ այսօրվա քաղաքապետը դարձավ քաղաքապետ։ Այսինքն ինչ տարբերություն սա, այս տականքը թե այս Ավինյան։ Ինքն այս պայմանները սահմանեց, որ Վարդան Ղուկասյանի մնում են մի ընտրություն։ Կամ հրաժարվել, կամ թողել ինձ ոնց որ կա։ Թողեց ինձ ոնց որ կա, միանգամից Հայկ Մանուկյանը, այսինքն կամ սա պետք է լիներ, կամ դա պետք է լիներ։ Այսինքն այս մի հատ վիճակ է ստեղծվել, որ քաղաքը պետք է շարունակվեր, թալանվեր։ Իսկ ես ձեզ հիշեցնեմ, սա ոնց դարձավ քաղաքապետ։ Փաշինյան Նիկոլը խնդրում էր մեզ բոլորից, սրանց ձայն տալես կապիկին, որ ինքը սկսի ռեֆորմներ անել, որովհետև իրան բան է պետք, ոսկե մահակ է պետք։ Այսինքն Երևանն է պետք։ Այս ժամանակ ինքը դեռ ընտրված վարչապետ չէ, ինքը ՀՀԿ-ի կողմից ընտրված վարչապետ։ Սա եղավ իր անեքսիայի առաջի դեպքը։ 18 թվականի սեպտեմբերը, 18 թվականի սեպտեմբերը հենց սրա ձեռքով
ինքը գրավեց քաղաքը, սրա համաձայնությամբ ու իրանք վերարտադրեցին այս 19 թվականի սրա ձեռքով։ Ու տենց շարունակ։ Դες նաև 21 թվականին։ Մի խոսքով, հիմա սա նով ազայն տալու։ Ով է սրա մեջ մի բան տեսնելու, որին կարելի է վստահել։ Գնանք առաջ։ Նա սալասեն Ինչ եմ արի եղբայր, ասա։ 18 թվից ես քեզ տիվեցի, Որ ինչ։ ու գնացի, ասեցի անգամ քո նախարարը Թորոսյանը նամակ ուղարկեց, ես քեզ նամակը տվեցի։ Ինչի մասին էր հարցել եկշեցը։ Օպերացիայի համար, ես քասկեղով հիվանդ։ Հիմա այն օրն ես գցել, որ 4 ստադիան է, այլեցի բուժում չկա։ Բա ես ինչ անեմ եղբայր։ Ինչ անես։ Ես քաղցկեղը, ես Դուք ով եք։ Ասեք ով եք։ ինչ նկատի ունեմ։ Ընդհանրապես ով եք այս Որպես երկրին։ պաշտոնը նկատի։ Հա, այո։ Վարչապետ։ Վարչապետ ես, չէ՞։ Եթե դու վարչապետ Տիկին ես։ Ավանեսյան։ Ոնց դու քո Թորոսյանի տված նամակը նախարարը այն Նասիրչիկը, որ դրել ես նախարար, Իշխանության Նասիրչիկը նա եղել։ Դա վիայավորան չէ, բոլորն են Նասիրկա վերցնում, բոլոր բժիշկները։ Լսի, դու ոչինչ չարեցիր։ Ես քեզ նամակով դիմել էի, որ Վիրահատվել եք, թե չէ։ Ով այն, որտեղ գնացել եմ միլիարդներ են ուզում։ Քանի տարեկան եք դուք։ 69 տարեկան եմ։ Դու կառուցության ապահովագրության շահառու եք, ոնց կա այդպես բաներ լինի, էս է ֆարզ են։ Քանի անգամ եմ գնացել։ Ավազ լեստականքին լսի։ Ինքը այս մեկ ամսվա մեջ մի հատ ֆրիկ են արևանից առաջ, ընտրությանից առաջ։ Հա, այս մարդը 18 թվից է ինքը այս վիճակին, արդեն 4-րդ ստադիայի քասկեղ ունի։ Սովոսկա, ինքը նոր, ոնց որ ասի 10,000 դրամ թոշակն ավելացել եմ, ինչից ես դժգոհ։ Ասելիքն ինչ է այս մարդուն, դուք քասկեղով հիվանդի համար փող չունեք, քո Ավանեսյանը բրիլիանտների մեջ է, միլիարդներ էլ բան եք ստանում իրար հետ։ Պատկերացնել, այն ինչ որ ճիշտ է, ինչ որ կա։ Բայց սրա համար բան է, ինտոնացիան նայեք։ Ավանեսյանը թող մոտենա մի հատ։ Ու աշկով տվեց, ժպիտը։ Ժողովուրդ ջան։ Այսինքն այն տեսարաններն են, որոնք մարդկանց մոտ նայելուց ըստ իրանց ռեակցիաների դու կարող ես ուղղակի տարբերակել դիմացի դեպ մարդը թե չէ։ Մեկի համար սա նորմալ է, մյուսի համար հասկանում եմ, որ պրոբլեմը խորքային է։ Մենք շատ վատ վիճակի մեջ ենք այս առումով։ Շատ։ Ես ասել եմ, եթե միտեղ սոված թոշակառու սոված երեխա կա մի երկրում, անպաշտպան թոշակառու եւ անպաշտպան երեխա, նշանակում է այդ իշխանությունը ինքը հանցագործ է, արդեն պետք չի քննել իր գործերը։ Չկա, կարիք չկա, փաստը վերցնում ես, հասկանում ես իշխանությունները հանցագործ են։ Վերջ։ Ու այն ցուցակը տեսակ այդ 32 հոգանոց։ Դրանք այն ցուցակն է, որ ոչ միայն իրանք ակնկալբանը աջակցում են հանցագործներին, փաստացի, այլև հանցագործների բոլոր հանցագործ ծրագիրը, որ այս պարագայում ոչ թե ընդամենը երկիրը թալաններն է, այս երկիրը կազմալուծելն է։ Կազմալուծել։ Նա կարճ։ Այս ֆոնի վրա 65 միլիոն տարեկան աշխատավարձ ունեցող զույգը 65 միլիոն։ Էսի մենակ աշխատավարձն եմ ասում, ես չեմ ասում մնացած թալանը։ Ավտոյի գույքահարկը չի վճարում։ Բայց եթե հանկարծ մեկը գույքահարկը չվճարի, դահակով բանով կգան տուն տեղը կծախեն, մինչև վերջի անիվը զապասնելով բանով կվաճառեն, որ բռնագանձեն ամեն ինչ։ Իսկ սա է հանցագործը։ Ասում 65 միլիոն տարեկան աշխատավարձ։ Սենց աշխատավարձով է տեսա, $150,000 մարդու կին իր հետ։ Ու ասենք 100,000 դրամի գույքահարկը չեն վճարում։ Ես դիշով կեքը։ Ես ասեմ, ծննդով են դիշով կա, էժան։ Փողը կապ չունի։ Փողը երբեք ոչ մեկին մարդ չի սարքել։ Փողը ընդհանրապես ուժեղացնում է այն ինչ որ կա։ Ինքը ամպլիֆայեր է, հզորացնող է։ Եթե մարդը տական կա, փող ունեցող մարդը ավելի վտանգավոր տական կա։ Եթե մարդը առատաձեռն է, փող ունեցող մարդու
առատաձեռնությունը միանգամից երևում է, ավելի մեծ բարեգործություններ է անում, հասկանում եք։ Սուտ խոսանա երբ որ ձեռափողը անգնում, իր սուտ գործարքները, այսինքն բանի Թրամփի նման ավելի շատ են լինում։ Մի խոսքով փողը ինքը դետոնատոր է, ուժեղացնում ամեն ինչ։ Եթե մարդը դիշովկա է, բայց փող ունի, ինքը շարունակում է դիշովկա մնալ, հասկացեք։ Այդ փողը իր մոտ բան չի փոխում։ Ինքը էլի Ալեն Սիմոնյանի նման իր ձեռքի դեմքի կրեմնել ԱԺ-ի հաշվին է առնում, հասկանում եք։ Սա տեսակ է, փողի աղքատության ունենալու չունենալու կապ չունի։ Սրանք ծնունդով են դիշովկա, ծնունդ տեսակով։ Ինչպես իրենց հետևորդները։ Գիտեք ինչի։ Դեռ իրենց համասան նորմալ։ Սա ես վիրավորել ամբողջ չեմ ասում, սա ընդհանրապես դիագնոզ է։ Սա հոգեբանական պատկերն է մարդու։ Հիմա տեղափոխվենք։ Լավ, այս մասին էլ խոսանք, որ Գարեգին երկրորդին արգելեցին գնա Վրաստան իրենց դերի կաթողիկոսի թաղմանը։ Եվ կաթողիկոսն ասում է, որ այս որոշման մեջ չկա խոհեմություն։ Ինչ ենք ասում աշխարհին այս քայլով։ Կա խոհեմություն, չէ, կներեք, ես համաձայն չեմ եզերը։ Սա մեծ նվեր է մեզ։ Իհարկե ձեզ արգելեցին գնալ որոշակի վատ է, բայց սա մեր համար է լավ։ Որ վաղը մենք սա էլ ենք ցույց տալու։ Սա էլ ենք ցույց տալու, որ այս իշխանությունը այն կենթանի իշխանությունն է, հանցագործ, որ կաթողիկոսի նույնիսկ կողքի երկրի, բարեկամ երկրի կաթողիկոսի թաղմանը արգելեց գնա։ Չունենալով դրա համար ոչ մի հին, բայց սա այս կենթանի կառավարությունն է։ Էլի գալիս ենք կանգնում ենք նույն իրավաբանների խմբի պարտադիր գոյությանը։ Հասկանում եք, այս ամեն ինչը պետքա ֆիքսերի, մի մարմին պետքա լինի, որ սա աշխատի։ Ֆիքսում է փաստը, հղումները տալիս է, թարգմանում է, դնում է հանցակազմը տակը ու ուղարկում է անպատասխան տեղեր։ Սա պարտադիր է քաղաքական գործընթացի համար։ Այս գործընթացներում հաղթելու համար սրան ոչնչացնելու համար, սրանք պարտադիր գործընթացներ, ասեն, որովհետև սրանք ինչ անում են նվեր է մեր համար, նվեր ուղղակի։ Հիմա գնանք, տեսնենք ինչ է գալիս գլխից, դրսից մեր գլխին։ Եվ այսպես Թրամփը որոշեց, որ պետքա ցամաքային զորք ուղարկի Իրաք։ Թրամփը իրականացում է ուղիղ այն, ինչ որ իրեն ասում է Նետանյահուն։ Որտեղ երկու օր առաջ Նետանյահուն երեք կարծեմ ասեց, որ իշխանապողություն չի լինի, վերևից ռմբակոծելով իշխանապողություն չի լինում, պետքա զորք ուղարկել, բնականաբար է զորքը պետքա ուղարկի Ամերիկան, որ Իսրայելը չի ուղարկել։ Իսրայելը կարող է զորքով մտնի Լիբանան, որտեղ դիմադրություն չկա, մտնի Գազա կոտորի, որտեղ դիմադրություն չկա, բայց ինքո ապուշ չի մտնի իրան, ապուշը Թրամփը, նաև պետքա իրեն ենթարկվող զինվորներին ուղարկի մերնեն։ Եվ այսպես 2500 ընդհանուր հաշվով 4000 կարծեմ 700 հոգանոց կոնտինգենտ է պատրաստվում ուղարկել Իրան։ Այո։ Սա գումարենք այն բոլոր միջոցառումների միջադեպերը, որ այսօր եղել է աշխարհում եւ եզրակացության, որ մենք համարյա գտնվում ենք երրորդ համաշխարհային պատերազմի մեջ, որտեղ արդեն միացել են Ռուսաստանը, Ֆրանսիան, դե մնացած երկրները կային արդեն։ Ես սա սպառնում եմ վերածվել երրորդ համաշխարհային պատերազմի։ Ինչա Իսրայելը որոշել է, որ պետք է ինքը կորսանի շուրջ բոլոր երկրները եւ ստեղծի իր երազած մեծ Իսրայելը։ Ու դա անում է բոլոր նրանց ձեռքով, ովքեր ուղիղ կախվածության մեջ են իրենց կամ իրենցից, ասած ասեմ։ Բայց ամեն ինչ այդքան հեշտ չի լինում։ Գանք ամերիկյան Նիկոլին, սա արդեն անպատկերացնելի է։ Եթե կմտածեք, որ դուք այլևս արդեն տեսել եք մարդկային ստորության բոլոր դրսևորումները, որովհետև մենք Նիկոլ Փաշինյան տեսած ազգ ենք, վստահ եղեք, որ դեռ ամեն ինչ վերջացած չի, որտեղ Թրամփը որոշել է ձեռնոց նետել Նիկոլ Փաշինյանին։ Եվ այսպես, ինչ է գրում։ Ասում լսում եք, հիշում եք, ասում է Ռոբերտ Մյուլլերին, նա մահացել է, հենց նա։ Ես այնքան ուրախ եմ իր մահվանից։ Ասում է, ինքը չի կարող մարդկանց վնաս տալ։ Ով է Ռոբերտ Մյուլլերը։ Ռոբերտ Մյուլլերը FBI-ի աշխատողներից է, որը 16 թվականին քննում էր Թրամփի գործը։
Որովհետև 16 թվականի ընտրությունների ժամանակ փաստեր կային, որ Ռուսաստանը միջամտել է ընտրություններին, որպեսզի Թրամփը ձայներ հավաքի։ Եվ այդ գործը քննվում էր, եւ այդ գործի քննողներից մեկը հենց Ռոբերտ Մյուլերն էր։ Մահացել է։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վոչավեն Բուշպակաս ուրախանում է FBI-ի գործակալի վրա, ասենք քննիչի վրա, մահվան առիթով ու գրում է այդ մասին իր էքսում, այր միկրոբլոգում։ Սա աշխարհի ամենահզոր երկրի նախագահն է։ Չտեսնված բան է սա։ Չտեսնված։ Ով սա նայում ես, մտածում ես, լսի, տեսնես ոսանց կռվցնես ստորության առավել ստոր կատեգորիաներում։ Սա կհաղթի Նիկոլի, թե Նիկոլը սրա։ Իսկ նա Նիկոլը ստորիկի կհաղթի սրա։ Բայց արդեն սկսել եմ կասկածել, որովհետև Նիկոլը դեռ չի գրել իր Facebook-ում, որ ինքը ասենք ուրախ է, այս մի մեկի մեռնելու համար։ Չէ՞, նա ասենք գայլը մահացավ, չէ՞։ Գայլը մահացավ, արհեիկ։ Բայց ինքը ոնց որ չգրեց։ Մահացավ բանա ահաբեկիչը։ Դեռ ժամանակ իհարկե ռիսկ չէր անի գրել, բայց ամեն դեպքում ոնց որ թե Թրամփը ձեռնոցանետ է։ Տեսնենք Նիկոլ ինչով է պատասխանել, էլ որտեղ կա։ Ուսած մենք պետք է նայենք ու հասկանանք, որ աշխարհը իրոք գլորվում է անդունդ եւ վերացել է մարդկային չափանիշների, բարոյականության չափանիշների վերջին երևի ստանդարտները։ Եվ ստեղ մնում է հասկանալ ժողովուրդը ոնց է արձագանքելու սրան։ Ոնց։ Հաջորդիվ ինքը հաշիվ է ներկայացրել 5 տրիլիոնի երկրներին, որոնք չեն ուզում իր այդ պատերազմ մղել, հա։ Ասում պետք տվեք 5 տրիլիոն, եթե դուք չեք ուզում պատերազմ մղել Իրանի հետ, կամ տվեք 2.5 տրիլիոն, որ ես դադարեցնեմ պատերազմը։ Ռեկետ, սա բացատրություն չունի այս քայլերը։ Բացատրություն չունի ու էլի եմ ուզում գամ բանի վրա։ Այն մարդիկ, որոնք սա աջակցում են, սա ուրախանում են, հասկանում եք, դու իրենք ուղղակի ցույց են տալի, որ իրենք համակրում են, սիրում են, ընդունում են բոլոր այն քայլերն ու հայտարարությունները, որոնք կատարվում է այս ների կողմից։ Ոչ միայն որ ինքը ներ է, դա իրանց համար նորմալ է։ Մանկասպան, մանկապիրց, երեխեքի արյունով սնվող, հա, 11-12 տարեկան երեխեք բռնաբարող։ Ոչ միայն դա է իրանց համար նորմալ, այս ամեն ինչն է նորմալ իրանց համար։ Ուստի Թրամփ սիրող աջակցող եւ Նիկոլ սիրող աջակցողները իմ համար նույն դասի ներկայացուցիչներին են։ Նույն դասի։ Երբ որ դուք նայեք, երբեմն կտեսնեք, որ սրանց աջակցողները նույնն են նույնիսկ։ Որը եւս նշանակում է, որ չկա ավելի գարշելի վերսիա մարդկայի։ Ապացուցված է որպես գարշելի վերսիա։ Սա Թել Ավիվն է։ Թել Ավիվն է, որտեղից այս կոտորածները նկարելու տարածելու համար 5-ից մինչև ցամաք բանտարկություն է սահմանվել արդեն։ Բայց սա Թել Ավիվն է։ Ու գիտեք ինչն է իմ համար տարօրինակ, որ սա դեռ նախագահն է։ Որովհետև ես մի քիչ Թել Ավիվի, ընդհանրապես Իսրայելի բնակչության համար, ես սիրեմ թե չսիրեմ, ես եղել եմ ես լավ ընկերներ ունեմ։ Ես մի քիչ այլ կարծիք ունեի, որ այս ժողովրդի մեջ իհարկե կլինեն ֆաշիստներ, մարդկանց արյունախմելով ուրախացողներ, բայց դե բոլորը չեն կարող այդպես լինել, որտեղ ամեն դեպքում 21-րդ դարում են կապում, ես տեսել եմ, ասենք, ցիվիլ Իսրայելը։ Ու այս ավերածություններից հետո ես տեսնում եմ հələ Նետանյահու նախագահն ամենաշատը ինձ սա է զարմացնում, ոչ թե ինչ սրանք կարող են անել կամ Իրանը կանի սրանց հետ։ Ամեն դեպքում, եթե մի քիչ էլ շարունակի պատերազմը, Իսրայելը կդառնա այնպես, ինչպես իրանք վերածել են Գազան, այսինքն տափաստան, անապատ։ Իսկ հիմա գանք երրորդ համաշխարհային պատերազմի 24 hours. But France just seized a Russian cargo ship. Specifically, they've seized a Russian oil tanker called the Grinch. Now, there is actually a reason. Այսօր Ֆրանսիան ինջելուս Իրանը կդակել է ֆրանսիական նավերի վրա, ավիակիրների վրա, Ֆրանսիան իր երթին գրավել է ռուսական նավ։
ռուսական նավ, որը տեղափոխվում է նավթ։ Ֆրանսիան գրավում է ռուսական նավ։ Այդպես բան արել էր Ամերիկան, Ֆրանսիայի հետ չէր արել։ Տեսեք ինչ ասում, Իրանը կրակում է Ֆրանսիայի վրա, Ֆրանսիան գրավում է ռուսական նավ։ Ոնձորում կալանավորում է ասելով, որ դու սխալ դրոշ տակ ես տանում սա, կերծում ես ոչ թե բռնագրավում է, ինքը վերցում է նավթը իրան ուղղակի։ Նա ոչ նավթը վերցնում է իրան։ Մյուս ձեռքով Ռուսաստանը կանչում է իր մոտ Իսրայելի դեսպանին։ Նախատելու, որ իրենք բան հասցրել են Բեյրութում ռմբակոծել են իր նկարանող խմբին, որոնք եղել են Russia Today ռեպորտերները, որոնք Լոնդոնից են եկել այնտեղ, Ռուսաստանի համար նյութեր սարքելու, Լիբանանից, եւ ռմբակոծել են հենց լրագրողներին, որոնցից մեկը մահացած է, մյուսը վիրավորավ։ Ուրեմն Իսրայելը ռմբակոծում է ռուսական լրագրողներին, Ռուսաստանը կանչում է Իսրայելի դեսպանին իր մոտ, միևնույն ժամանակ Իրանը կրակում է Ֆրանսիայի վրա, Ֆրանսիան գրավում է ռուսական նավ, կատարյալ գժանոց։ Իրոք կատարյալ գժանոց, մարդ չի հասկանում որտեղ ավարտելու սա եւ ոնց։ Թողենք այս մանրամասները մի կողմ, իհարկե սա մասին մենք խոսանք։ Իմ համար կարևորը մի բան է այս ամեն ինչում, որ Իրանը մնալու է, ոչ թե իրանական ռեժիմը։ Ես վստահ եմ, որ հաղթանակից հետո Իրանում կլինեն լուրջ փոփոխություններ, շատ լուրջ փոփոխություններ։ Ես ակնկալում եմ, ես ուզում եմ հավատամ դրան։ Բայց մինչև դա կլինի, նախ պետք է մնա Իրանը, որտեղ Իրանի մնալով մնում է նաև Հայաստանը։ Ու այս պատերազմը, եթե ավարտվի մինչև ընտրությունները Իսրայելի եւ Ամերիկայի մեծամասնների պարտությունով, մենք կունենանք Հայաստանում այն ընտրությունները, որոնք մենք ենք ուզում։ Մենք, հայերս, ոչ թե Նիկոլները։ Որովհետև ով է պարտադրում Նիկոլի մեզ։ Պարտադրում է ռուս-թուրքական հետևից էլ կանգնած իսրայելական տանդեմը։ Երբ որ այս ամեն ինչը փլուզվի, մենք ունենանք մեր ընտրած տեխնացուն։ Իհարկե մենք ամեն ինչ պետք է անենք զուգահեռ։ Մասնավորապես էլի իմ պատկերացած այդ իրավապանների, մասնագետների խումբը, որ պետք է աշխատի, պլյուս մարդիկ անհատները։ Մենք բոլորս, դուք, ես 24 ժամ։ Ես իրոք ես ամեն ինչ դնելու եմ սա, ինչ ունեմ, որովհետև իմ ձեր մեր երկրի լինել չլինելը որոշում է հունիսի 7-ին։ Ինչի սա պետք ինչ որ մի բան ավել կամ պակաս, եթե ես երկիր չեմ ունենա։ Դուք երկիր չեք ունենա։ Սա մեկ։ Սա հենց նրա մասին է, որ Իրանը կրակել է Դիեգո Գարսիայի վրա, որը այդ հոդվածը նրա մասին է, որ Իրանը փորձարկել է իր նոր հրթիռները, որոնք 2400 մայլ խփում են ուղիղ։ Դա մոտավորապես 4000 կիլոմետր է դա։ 4000 կիլոմետր փորձարկել է շատ հաջող, որ ցնցել ամբողջ Եվրոպան, այսինքն նշանակում է իր համար ամբողջ եվրոպական տարածքում անհասանելի տեղ չկա։ Ինչպես ասեմ ձեզ հիշեցնեմ, որ Ուկրաինան էլ է դարձել իր համար լեգիտիմ թիրախ, եւ ինքը հաստատ հայտարարել է բոլոր երկրները, որոնք փորձ են աջակցել Իսրայելին եւ Ամերիկայի մեծամասններին, դառնում են իր համար լեգիտիմ թիրախ։ Եվ ինքը հաջողությամբ փորձարկել է մի հրթիռ, որը 4000 կիլոմետր թռնում եւ ինքը անխոցելի է, որովհետեւ գեզայնային արագությունը 15 մախ է։ Այսինքն միջինը 3-4 մախ է, 5, ասենք այսօր լավագույն տեխնիկան է, ինքը հասել է 15-ի։ Ինչկա հրթիռ, որ կարողանա իր հետևից հասնի խփելու համար։ Եվ դա մարդկանց լուրջ բան է, պրոբլեմի առաջակցել մտածմունքների մեջ։ Իսկ գերմանական TV-ից է, hat soeben Geschichte geschrieben, als das erste Land der Erde, das Amerikas unantastbaren F-35 Tarnkappen-Kampfjet erfolgreich abgeschossen hat. Ja, es ist Tag 21 des Krieges. Direkt über dem Persischen Golf erzielte die iranische Luftabwehr einen direkten Treffer auf eine F-35 Lightning II und zwang den schwer beschädigten $100 Millionen Jet zu einer katastrophalen Notlandung. Die Revolutionsgarden haben soeben das Infrarot-Zielvideo online geleakt und damit den Mythos der amerikanischen Kongress verzweifelt um ein Nothilfepaket an, denn in nur 21 Tagen haben die Vereinigten Staaten $20 Milliarden verbrannt. Das Ausbluten begann bereits in den allerersten 100 Stunden des Krieges, als
սա ծախսել ունենք մի կողմ, խոսքը նա մասին է, որ Իրանը կարողացել է անտեսանելի, սա բոլորի համար շոկ է, խփել F-35, որի արժեքը 100-200 միլիոն դոլար է, որը խոսվել է $20,000 կամիկազե դրոնով։ Իրանական $20,000 դրոնը խփել է ամերիկյան լավագույն անտեսանելի 5-րդ սերնդի F-35 իջնաթիռն։ Գերմանիան շոկի մեջ է, եւ ամբողջ Եվրոպան է շոկի մեջ։ Եթե հասկանում են իրանք, որ կարող են F-35 խփել, հետո 4000 կիլոմետր խփող արդեն բալեստիկ հրթիռներ են փոխարկում հաջողությամբ, շատ ծանր է դառնում։ Թրամփի վիճակը, ոչ թե Եվրոպայի։ Եվրոպան կնստի հանգիստ իր տեղը, կսպասի մինչև Թրամփը կորցնի ամեն ինչ։ Դե անելիք չունի։ Ընդ որում, նաև պատմության մեջ առաջ անգամ այսօր Ճապոնիան ստիպված, որպեսզի ունենա նավթ, նա ոչ թե միացավ Ամերիկայի Միացյալ Նահանգներին Հորմուզի նեղուցը ազատելու համար, այլ ուղղակի վճարեց չինական յուանով։ Իսկ Ճապոնիան արդեն տանում է Սաուդյան Արաբիայից նավթ։ Դա Իրանի պահանջն է։ Իրանը բերել է, հասցրել է, ու սա արդեն տնտեսագետներն են ասում լուրջ տնտեսագետները, որ սա բերելու է էկոնոմիկ քաոսի։ Բիզնես էքսպերտներն են ասում։ Էկոնոմիկ քաոսի։ Եթե պայմանը նա է, որ աշխարհի 20% նավթը գնվի յուանով, որպեսզի տարածքով անցնի, իսկ չինական յուանով, այսինքն 20% դոլարը կորցնում է իր ազդեցությունը նավթային շուկայի վրա։ Իսկ ես ասեմ, դոլարի ուժեղությունը, ստաբիլությունը կախված է հենց նավթից։ Ոչ թե ոսկուց, ոչ թե իր արդեն քաղաքական ազդեցությունից, ոչ մի բան։ Եվ տնտեսագետներն ասում են, սա բերել է ոչ թե կրիզիսի ճգնաժամի, քաոսի, որը արդեն ծեծում է բանկերի դռները, որը արդեն երևում է ստոկ մարքեթի վրա, որը արդեն երևում է ամեն տեղ, որտեղ որ եթե իհարկե մարդու ուզում է տեսնի, կարող է տեսնի։ Մյուս կողմից էլ Գերմանիան հրաժարվել է այլևս պաշտպանել Իսրայելին իրան ցեղասպանության մեջ մեղադրող այդ բանաձևի մեջ, որովհետև եվրոպական դատարանում Իսրայելին լիակատար ցեղասպան երկիր ճանաչելու համար դեռ advokատություններ անում Գերմանիան։ Գերմանիան հրաժարվել է այլևս այդ դերը կատարելուց։ Ամբողջ ամերիկյան մամուլը ողողված է սանով, աղքատ մարդիկ փող չունեն, բայց Սեմ Դիազան եկել է $200 միլիարդ գրպանից վերցում է, որ կանի տա նոր պատերազմի համար։ Իսկ որպեսզի հասկանաք ինչքան գումար է $200 միլիարդ, $20 միլիարդ պոկեց, 20 միլիարդ ընդհանուր 10 անգամ քիչ պոկեց բյուջեից Թրամփը, որպեսզի հասցնի միլիարդ հատերներին, իսկ այդ մարդիկ կորցրեցին իրենց ապահովվածությունները եւ սոցիալական օգնությունը։ $20 միլիարդ արժեք է։ $20 միլիարդ ինքը փաստորեն կծեց ժողովրդին իր սոցիալական եւ բժշկական ապահովությունից տվեց միլիարդ հատերներին։ Հիմա եւս 200 միլիարդ հավազում, որպեսզի Իսրայելի համար կռվանի։ Սա վերջը խայտարակությունն է լինում։ Սա մենակ impeachment չի։ Սա կորսանալը լինելու Թրամփի եւ իր ադմինիստրացիայի եւ ամենակարևորը Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Ես գիտեմ, որ 2-3 միլիոն մարդ է ապրում այստեղ։ Եվ այդ 2-3 միլիոն մարդիկ առնվազն տարեկան ես ասեմ մոտավորապես քանի միլիարդ։ Իմ ունեցած տվյալներով մոտավորապես 1-ից 2 միլիարդ մենակ օգնություն է գնում Հայաստան։ Ճգնաժամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում դա ուղիղ խփելու է Հայաստանի բյուջեին։ Ուղիղ։ Ոնց որ ասենք Ռուսաստանի ճգնաժամը խփել։ Որտեվ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստաններից համարյա նույնչափ փող էր գնում տրանսֆերների ձևով, որպես օգնություն մարդիկ իրենց բարեկամների ծախսերով հսկայական գումարներ էր գնում։ Անկասում եք ինչ կլինի, եթե 2 միլիարդ հանես Հայաստանի հնայից։ Պետություն չի մնա։ Իրանն էլ Արաբական Էմիրություններից ձեռ չի քաշում եւ կոչ արել այ խամա տենց ինչ որ բան կա, տարածք կա, դուրս գալ մարդկանց տեղից, որովհետեւ այդ տարածքից ռմբակոծվում է, օգտագործում է տարածքը որպես հենակետ Իրանի վրա հարձակման համար եւ բնակիչներին 24 ժամ տվել տարածքը ազատելու համար։
Իրանում այն հյուրանոցները, որոնք արժեին օրական $500, $600, մինչև $1500, այսօր գները գիտեք ինչքան են? $50, $100, մարդ չկա, միլիարդ հատարները գնացել են, բոլորը լքել են իր երկիրը, ասում են այդտեղ մոտավորապես 90 միլիարդ հատեր ապրում, պլյուս իրենց աշխատակազմը, այն աստիճան դատարկ է, որ ասենք այսօր մեկ է ուզում է լյուքս հյուրանոցներում ապրի, որոնց մասին մենք ընդամենը չգիտեմ ինչ որտեղ լսել ենք, ես դրանց մեջ եղել եմ, չեմ ապրել այնտեղ, բայց որպես ինձ հետաքրքիր է այդ Բուրջ Խալիֆան գնալ տեսնել ներսից։ Եթե ուզում եք տեղ ապրեք, որական հիմա $50 թե $60 արժի, կարող եք Google-ով նայել, ինտերնետով նայել եւ ռիսկ անել գնալ հանգստանալու։ Ամերիկան ավիրում է ամեն ինչ Իսրայելի համար։ Ես ասում Ամերիկա դա Թրամփն է։ Ես ասում Թրամփ դա հետևը կանազան Նետանյահուն եւ ամբողջ իրանց Էփստինի կոալիցիան։ Դրանք են աշխարհի մարդակերներն են, որոնց պատճառով տարեկան կորում է 8 միլիոն մարդ։ Հիմնականում երեխաներ։ 8 միլիոն մարդ տարեկան կորում է իրենց պատճառով։ Ու այսօր որոշել են, որ դա քիչ է իրենց ավելի շատ մարդ է պետք։ Իրենց իշխանությունը ապահովելու համար, ավելի շատ զոհեր։ Շատ, ինչքան շատ այնքան հնարավոր է։ Ինչքան հնարավոր է։ Մենակ իրենց իշխանությունը չպակասի, ավելանա։ Բայց ցանկացած նման քայլ ունենում է նաև հակաքայլ, որի արդյունքում այսօր Թրամփի ռեյտինգը այն աստիճանի սարսափելի է, որ ամենաիրա խիստ աջակիցները, իր հիմնական մագա այն կորիզը հրաժարվում է իրանից։ Սպասենք, ես ինձ հույս ունեմ, որ մինչև այս ամսավերջ սան պետք է ուղղակի ռադ անեն։ Անենց հույս ունեմ։ Այդպես հույս կա, որ Ամերիկան կփրկվի շատ դժվարությամբ, բայց կփրկվի տնտեսական իմաստով եմ ասում։ Եթե սա երկարեց եւս 1-3 շաբաթ եւ սան չհանեցին, ուրեմն ոչ թե ճգնաժամա լինելու Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այլ իրոք քաոս։ Am honored and ready to be your next Attorney General of Virginia. Tonight I make this pledge to every Այսինքն Վիրջինիա նահանգում իրենց դատախազ ընտրվեց հենց դեմոկրատ, հակառակ Թրամփի, ստիմիչ Թրամփն են նախտել։ Բոլոր տեղերում կորցնում են, բոլոր տրադիցիոն տեղերում կորցնում են եւ բոլոր ընտրությունները, անկախ նայած տեխնացուն առաջադրում է որպես կոնգրեսմեն, որպես դատավոր, որպես դատախազ, չգիտեմ, քաղաքապետ, ինչ ուզում ալի, եթե մեկը կապված է Թրամփի հետ, ինքը կորավ, շանս չունի։ Իսկ Թրամփի բացասական վարկանիշը 41% է, -41%։ -41%, 1-2% է եղել միշտ։ Տեխնացուների միջև բալանսը մի թվով է եղել 1-2-5 դա արդեն կատաստրոֆ, -41%։ Դրա համար էլ Հայաստանը ոնց որ Թրամփի մասին չեն խոսում, Թրամփի մասին մոռացել են ու ճիշտ է արել են։ Ուզում վերադառնանք Հայաստան եւ սա լսենք մի հատ իրենց։ Բան եմ ուզում ասել վերջին տեսանյութից հետ կապված, հայկական քաղաքակրթության հետ կապված, ուրեմն մարդիկ բառացիորեն մեղադրում են ինձ այն բանում, որ իրենք տեղյակ չէին դրանից, այսինքն ես իրենց նյութ եմ ներկայացնում, ես իրենց փաստ եմ ներկայացնում, խոսում եմ որպես մասնագետ, որպես պատմաբան, որպես լրագրող, որպես արտադրագետ եւ ներկայացնում եմ մի տեսություն, որը թվում է թե պետք է դուր գա եւ հասկանալի լինի յուրաքանչյուր հայի, բայց արի ու տես որ կան մարդիկ, ովքեր ինձ մեղադրում են այն բանի մեջ, որ մենք չգիտենք դրա մասին, դու որտեղից գիտես դա։ Այսինքն այն, որ իրենք չգիտեն, դա նորմալ է, ու երբ որ ինչ-որ մեկը իրենց համար բացահայտում է մի բան, որը որ իրենք չգիտեին, կարծես մեղավոր է դառնում։ Փորձենք հասկանանք ինչու եմ մեղադրում Անանին, որովհետև ես 3 նախապատրաստել էի ցես համար տեսնյութը, բայց ցավոք ինքը չի գնացել եթե ես ուզում եմ այդ իրենք նայենք, տեսնենք մարդիկ ինչից են նեղվել։ Եվ ինչով է տարբերվում հայկական վիշապը աշխարհի այլ մշակույթների վիշապներից։ Ողջույն, ես Մանանն եմ, ազգագրագետ սցենարիստ, եւ այսօր ես ձեզ ներկայացնելու եմ Դաֆնե Զարթի վիշապազուն հավաքածուն եւ իհարկե ազգագրական եւ հնագիտական աղբյուրների հիման վրա նաեւ ներկայացնելու եմ հայոց վիշապի
առանձնահատկությունները։ Վիշապազուն հավաքածուն նախագծվել էր 2 տարի առաջ, երբ ես ուսումնասիրելով հայկական զարդարվեստը և ձեռքի տակ ունենալով Արգիշտի արքայի սաղավարտը, որոշեցի անպայման ստեղծել զարդ, որը կպատկերի հայկական վիշապի։ Վիշապը արխետիպային կերպար է և առկա է տարբեր մշակույթներում։ Հայկական վիշապը սակայն ունի իր առանձնահատկությունները։ Այն հայկական ինյանն է կամ հայկական դաուն, այն կյանքն է և մահը, այն ավերողն է և ստեղծողը, այն լույսն է և մութը, այն կյանքի աղբյուրն է, ջրի ակունքն է, ջրի պահապանը։ Հայկական վիշապի ուժը ոչ թե կրակն է, ինչպես շատերը սխալմամբ պատկերացնում են, այլ տարերային բոլոր երևույթների ակունքն է հայկական վիշապը, մասնավորապես ջրի։ Բոլորովին պատահական չէ, որ հայկական վիշապաքարերը հազարամյակներ շարունակ կանգնեցված են եղել հենց սրբազան բարձունքների վրա, հսկելու, կողմնորոշելու և ապահովելու համար ջրի ակունքների անաղարտությունը։ Հայկական վիշապը հազարամյակներ շարունակ ապրել է հայոց լեռներում, հսկելով հայոց գանձը, հայոց ոսկին։ Իսկ այդ ոսկին հայոց ջուրն է, մեր կարգաչուն աղբյուրները և այդ աղբյուրների ակունքները։ Գուցե նախորդն որը ես ձեզ ներկայացեցի հայկական ինքնության, ազգային պետության իրավունքի խոսքով մանանը շատ կարևոր գործ է անում։ Նախ շնորհակալ եմ քեզ մանան ջան քո աշխատանքի համար եւ այդ պետականության հետ կապված ազգային պետություն ունենալու առանձնահատկության եւ անհրաժեշտության հետ կապված մանանը շատ լավ կարևոր բան ասեց, որ ես չգիտեի, որ այսօր հին մշակույթներից, հին էթնիկ խմբերից մենակ մնացել ենք մենք, պարսիկները, հնդիկները, չինացիները, արաբները եւ ասես նաեւ ռուսները։ Ասենք որ եղել են իրենք որպես առանձնահատուկ էթնիկ խումբ, որպես մշակութային առանձնահատկություն ունեցող ազգերազգություններ եւ այսօր պետականությունն է, պետությունն է, որը երևի շատերին նեղացել է եւ դուրս չի եկել եւ փոխանակ ուրախանալ այդ հանգամանքով։ Այ երևի ներվել են, որ Նիկոլ Փաշինյանին դա դուր չի եկել։ Երևի նիկոլականներին դա դուր չի եկել, որտեղ ցանկացած հայի համար կարծում եմ շատ ինքնասիրությունը եւ արժանապատվությունը շոյող է այն բացահայտումները եւ մեր մասին, որը մանանը մանաջը մի ներվի։ Ամեն մարդ արձագանքելու է իր արժեհամակարգի իր պատկերացումների ընթացքում այդ շրջանակներում։ Եթե մեկը մտածում է, որ ես մենակ լավ բաներ եմ կարծում իմ մասին, բոլորին դա այդպես չի։ Որ մի լավ բան անում ես, երբեք դա անպատիժ չի մնում։ Բայց չի նշանակում, որ պետք է դադարես անելը, որովհետև քո անելը իմ նմանների համար շատ կարևոր է։ Եվ դու առաջին հերթին անում ես ոչ միայն քո համար, այլ նաև այն մարդկանց համար, որոնց համար ազգագիտությունը դա ինքնության մի մասն է, դա ինքնաճանաչումն է։ Մենք բոլորս զբաղված ենք նույն գործով եւ ինչ որ դու ես անում, մեզ բոլորիս համար շատ կարևոր է, որի համար քեզ շատ շնորհակալ եմ։ Տեսնենք մեր հայրենակիցներն ինչ են ասում։ Իրան ունի բարձր վարկանիշ, թե ոչ։ Խնդրում եմ, ինձ մի վատացրեք էլի։ Իր անունը լսելուց արդեն վատ եմ։ Ինչ վարկանիշի մասին է խոսքը։ Ես ուղղակի զարմանում եմ այն մարդկանց, որ հլի իր անունը հիշում են։ Բա դու կարտոֆիլ չեք ուտում։ Բա կարտոֆիլ ուտողներին չեք ընտրում։ Ես 2000 թվականից գիտեմ իրան։ Ու ես զարմացա, որ 18 թվականին իրան ընտրեցին, իսկ հիմա զարմանում եմ, որ մենք կորցնում ենք հայրենիք, դեռ Փաշինյան ասող կա, այդ կամ բան։ Ինչքան խորն է մարդու ցավը։ Իսկ դու գիտեի։ Археологи в Армении только что откопали штуку, от которой учебники истории начали нервно курить в сторонке. В древнем городе Арташтат нашли фундамент церкви в форме идеального восьмиугольника. Սա եկեղեցու հիմքը իդեալական չափեր ութանկյուն Արտաշատի մոտ։ Ей больше 1700 лет, и она выглядит так, будто ее проектировали перфекционисты из далекого будущего. Но самое эпичное здесь не архитектурный хайп, а история невероятного социального лифта, который превратил яму со змеями в тронный зал. Перенесемся в 4 век. Арташтат – столица мощного царства, где с оппозицией не церемонились.
Представьте глубоко под землей в сырой темной и крайне неуютной дыре, кишащей гадюками и скорпионами, уже 13 лет томится Григорий. Его преступление? Он отказался подписываться на культ местных идолов и начал стримить Евангелие в массы. Царь Тиридат III был уверен, что отправил Григория в вечный бан и навсегда удалил его аккаунт из истории. Միխոսկով, կարծեմ են ասած պատմությունը արդեն խոր վիրապի մասին դու գիտեք, հարցը խոր վիրապը չի։ Հարցը այն պատմական ժառանգությունն է, որ մենք ստացել ենք։ Հարցը այդ ժառանգությունն է, որը վկայում է մի բան, որ մենք այս ամեն ինչի տերը լինելով, ստեղծողը լինելով, ոնց կարող ենք այսօր կանգնել ինքնաոչնչացման ճանապարհին։ Ոնց կարող ենք մենք թույլ տալ, որ մեզ ղեկավարեն մարդիկ, որոնք նույնիսկ խաշնարած չէին կարող լինել։ Խաշնարած, այսինքն հովիվ, չոբան։ Այսօր այդ մարդիկ մեր ճակատագրերն են որոշում, մեր երեխեքի ճակատագրերն են որոշում, մեր ապրելու, չապրելու իրավունքն են որոշում։ Դա ոնց կարելի է թույլ տալ։ Մարտի 21, անցած օրը մարտի 21-ն էր եւ դա գանանային գիշերը հավասարի օրն էր, որը եղել է մեր ամանորը։ Պետք է ասեմ, որ սա առայսօր ամանորը նաև մեր պարսիկ եղբայրների համար։ Եսայոյը համարում են պարսիկների եղբայր ժողովուրդ, որովհետև մենք ունեցել ենք ընդհանուր տոներ, ընդհանուր աստվածներ, ընդհանուր շատ բաներ։ Մենք կողքի ենք ապրել։ Իհարկե, հետագայում քրիստոնեության ընդունումը եւ տարբեր պատերազմներ մեզ շատ բաժանել են իրարից, բայց գիտեք, մշակույթը, առանձնահատկությունը, գիտությունը այնքան խորն է կանգնած մեր մեջ, որ ոչ մեկի մոտ այդ թշնամանքը, չնայած ունենալով այդքան պատերազմական անցյալի հետ, ոչ մեկի մոտ այդ թշնամանքը չկա, ինչպես կա Թուրքի նկատմամբ։ Իսկ մոտ այս ժողովրդի մոտ նկատմամբ ավելի շատ հարգանք կա, որովհետև իրենք կարողացել են պահել այն, ինչ որ մենք չկարողացանք պահել։ Իրենց առանձնահատկությունը մշակութային եւ ամբողջ իրենց երկիրը, տարածքը։ Մենք չկարողացանք պահենք, չեմ ուզում ասեմ հիմա ինչի, բայց փաստն է, որ մենք չպահեցինք, իրենք պահեցին։ Նշանակում է իրենց ուղին շատ ավելի ճիշտ էր, իրենց ասույթները եւ չգրված օրենքները շատ ավելի պինդ էին ու կայուն, որոնք արդարացվեցին այս ժամանակի ընթացքում։ Եվ այսօր այդ փոքրիկ իմպերիան, փոքրիկ տնտեսական շրջափակման մեջ լինելով 40 տարի մոտավորապես, ինքը այսօր դիմակայում է աշխարհի 2 հզորագույն հարուստ տեխնոլոգիապես ամենաառաջ երկրներին։ Ու դեռ կարող է այնպեսի պատասխան տա, որ բոլորը խոսում են։ Իսկ եթե այսօր նայենք սիմպաթիայի իմաստով ավելի շատ ում կողմն է աշխարհի սիմպաթիան, Իրանի թե Ամերիկայի Միացյալ Նահանգների, տեսնենք, որ Իրանի կողմը ավելի շատ սիմպաթիա կա նույն եվրոպական երկրների մոտ, նույնիսկ ամերիկացիների մոտ արդեն։ Ինչ կապ ուներ հայկական գիշերը հավասարը մեծ։ Հենց մենք դեմքով շուրջ գանք, դեպքով մեր իրական տեսակին, չեմ ասում դառնանք պարսիկ, չէ, ուղղակի մեր իրական տեսակին դառնանք ու սկսենք ուսումնասիրել նաև պարսկական սկզբնաղբյուրները։ Իսկ դուք գիտեք, ես ինչքան բան եմ գտել մեր մասին պարսկական պատմության մեջ։ Շատ։ Մեր գրերի մասին, մեր տոների մասին, տոմարագիտության մասին, շատ բաներ կա։ Հենց մենք վերադառնանք ինքներս մեզ, քրիստոնեությունը ստե կապ չունի, դա դավաճանություն չի, դա հետանոսություն չի, ուղղակի գիտությունն է մեր մասին, գիտությունն է բնության մասին, գիտությունն է մեր առանձնահատկության մասին։ Հենց մենք սկսենք դա լրջագույնս վերաբերվել, մենք դառնանք անպարտելի։ Գիտեք, որ ազգերն են անպարտելի, որոնց համար երբևէ երկրորդ տարբերակ չի քննարկվում։ Լինել չլինելու տարբերակ չի քննարկվում։ Չկա երկրորդ տարբերակ, կամ մենակ մի տարբերակ, լինելու վերջ։ Դա է մեր միսիան։ Իսկ այսօր Փաշինյան Նիկոլը փոխում ապացուցի, որ լինել չլինելու մեջ ընտրություն կա։ Միշտեր մենք աշխարհից այս մարդիկ ենք դրել, նայեք։ I am Hovannes Adamian and I give the world color television. Հովհաննես Ադամյանն է, մեզ տվել եմ աշխարհին գունավոր հեռուստատեսությունը։
I am Raymond Donadian, and I invented the first MRI scanning machine. Մեր այնակիցը ստեղծել է MRI մաշին մեքենան ռենտգենի։ I am Alec Manoogian, and I developed modern single-handed water faucet. Ալեք Մանուկյանն է, որը ստեղծել է մեկ բռնակով ոչ ջրի տաքուսար աստիճան է, կարգավորում։ Ես վստահ եմ, որ շատերն ունեն իրենց տանը այդ մեխանիզմը, որտեղ ոչ թե երկու ծորակ են բացում, այլ մեկ։ Եվ շատ քչերը գիտեն, որ դա Ալեք Մանուկյանի այ բարեգործական ընկերության նախկին նախագահի հենց Լուիսի Մանուկյանի հայրն է ստեղծել, որովհետև դարձել է հարուստ եւ հայտնի։ I am Aram Mikoyan, and I co-created the legendary MiG fighter jets. Mikoyանը MiG-ի ստեղծող։ I am Friesen Stupapanian, and I invented the motorized concrete mixer truck. Բետոնախառնիչ ստեղծող։ I am Christopher Der Seropian, and I created grown color of the US dollar. Ամերիկյան Սադամի դոլարի գույնը այն հայտնաբերել, որը միջև հիմա օգտագործում է, որը հնարավոր չի կերծել։ Ինչ գիտենք մեր մասին։ I am Asatur Safrayan, also known as Oscar Banker, and I created the automatic transmission for cars. Ավտոմատ փոխանցումատուփը, որը մենք ունենք մեր մեքենաների մեջ, ով գիտի որ դա է ստեղծել։ I am Luther George Simjian, and I created the first ATM machine. Բանկոմատները, որ մենք փող ենք ստանում փողոցներից, փող ենք կարողանում հանել մեր հաշվից։ Այ ստեղծողը։ I am just a regular Armenian guy and the admin this page. If you enjoyed this video and my work, please share it and click the follow button to join. Իսկ ինքը ինտերնետը որ սարքել է այս վիդեոն եւ ասում է հավանեք ինձ, ես հիմա հավանում եմ եւ բաժանորդագրվեք, ես կբաժանորդագրվեմ։ Մենակ մի բանի համար, ես մանանին, այս գիտասարդին, բոլոր այն մեր ընկերներին, հայրենակիցներին, որոնք զբաղվել են ինքնաճանաչման ուղղությամբ աշխատանքներ տանելով, թող իրենք իմանան մի բան, որ իրանք վստահ ունեն իմ աջակցությունը, ես գրկում եմ բոլորիդ, դուք մենակ չեք, ես այդ կողքին կանգնած եմ, ինչպես նաև մեր հետևողներից վստահ եմ շատ-շատերը, ու մենք պետք է կառուցենք մեր ապագան։ Իսկ մեր ապագան մեր ինքնաճանաչման, ինքնաբացահայտման մեջ է։ Վստահ եղեք, եւ չեք հակաճառի, որ ասեմ, գյուղացի համբոյի տղա գիքոր լինելու եւ ասենք Տիգրան մեծ արքայի զավակը լինելու մեջ հոգեբանորեն հսկայական տարբերություն կա։ Մի բանը, որ քեզ ասում են դու ոչ մեկ ես, դու ընդամենը մի հատ գյուղացի համբոյի տղա ես, որի ապագան մաքսիմում Թիֆլիսի փողոցներում ճապիկ առևտրական լինել, մաքսիմումը։ Ու դա համարվել է մարդ լինել։ Ուրիշ բան, որ մի ամբողջ դու կայսրության թագաժառին ես։ Այդ երկու հոգեբանությունների մեջ հսկայական տարբերություն կա եւ խոսքի, եւ պահելաձևի, եւ քայլելաձևի, եւ նախընտրությունների հսկայական։ Իսկ դա կարող է զգալ միայն այն մարդը, որ զբաղված է ինքնաճանաչողությամբ։ Ինքնաճանաչողությամբ զբաղվող մարդը երբեք չի կարող ընդունել, որ իրեն համատեն Գրիգորի հետ։ Չես Գրիգորը վատ տղա չէր, հարցը Գրիգորը չի։ Հարցը սեփական գնահատական է իմանալն է, որ ճալպիկ առևտրականը մեր մաքսիմումը չի։ Ուղղակի գյուղացի համբոն այդքան է գիտեր, ինքը այդքան էր պատկերացնում կյանքի մասին, ինչպես գյուղացի Նիկոլը, համբոն, որի համար կյանքի պատկերացումները ուտելու ասկսում ուտելու էլ վերջանում, ում դա չի ամաչում դա ցույց տա։ Իսկ ովքեր դա տեսնելուց գարշանք են զգում եւ ամաչում են իրենց վարչապետի փոխարեն։ Հենց այն մարդիկ են, ովքեր հասկանում են, որ դրանից երկու աշխարհ կա եւ դա ինչքան ցածր է։ Այստեղ տարբերությունը այսօրվա համար այսքանը, չմոռանաք բաժանորդագրվել, սեղմել լայքի կոճակը եւ տարածել։ Լավ մնացեք։